Նա ապրում էր ստվերում, կրելով սպիներ, որոնք ոչ ոք չէր ուզում տեսնել։ Նա խրվում էր պարտքերի ու հուսահատության մեջ, տեսնելով, թե ինչպես է իր կյանքը փլուզվում աչքի առաջ։ Նրանց հանդիպումը կարծես թե ընդամենը փրկության ծրագիր լիներ։ Բայց համատեղ կյանքը սկսեց բացահայտել ճշմարտություններ, որոնք ընդմիշտ կփոխեին ամեն ինչ։ Եթե այսպիսի սիրային պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Ծնված Տավուշի մարզի մի մեծ կալվածքի խորքում, փոշու մեջ, Նարինեն մեծացավ որպես ստվեր իր իսկ տանը։ Նրա շագանակագույն աչքերը կրում էին մի գաղտնիքի ծանրությունը, որի մասին գիտեր ողջ ընտանիքը, բայց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել։ Նա հին սիրո պտուղն էր, մի գիշերվա արդյունք, երբ իր հայրը Արամ Գալստյանը, դեռ երիտասարդ ու բռնկուն, տեղի էր տվել կալվածքի խոհանոցում աշխատող կնոջ հմայքին։ Այդ կինը շուտով հեռացել էր, թողնելով միայն մի նամակ մի երեխայի, որը պիտի մեծանար առանց մոր, առանց իսկական ընտանիքի սիրո։ Արամը կոշտ մարդ էր, կոփված հողի հետ աշխատանքով արտաքին տեսքը գնահատող հասարակության խիստ կանոններով։ Երբ ամուսնացավ քաղաքից եկած Անահիտի հետ, Նարինեն արդեն 3 տարեկան էր։ Աղջկան տանն ընդունեցին ոչ թե սիրուց դրդված, այլ բարոյական պարտադրանքով։ Անահիտը երբեք չներեց ամուսնուն դավաճանության համար, Նարինեն դարձավ նրա դառնության մշտական թիրախը։ Զույգի երեխաները, Դավիթն ու Լիլիթը, վաղ տարիքից սովորեցին արամարել իրենց խորթ քրոջը, կրկնելով մորից լսած վիրավորանքները։ Մեծ կալվածքում Նարինեն ապրում էր հետնամասում գտնվող մի փոքրիկ սենյակում, հիմնական ննջասենյակներից հեռու։ Արթնանում էր առիթ շուտ, տնային գործերին օգնելու համար, սուրճ էր պատրաստում, հավերին կերակրում, բակն ավլում։ Նրա օրերն անտեսանելիության մեջ էին անցնում։ Երբ ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ, նա ուտում էր հետո, միայնակ խոհանոցում։ Երբ խնջույքներ էին լինում, նա թաքնված էր մնում։ Երբ ինչ-որ մեկը կանչում էր նրան, միշտ անհամբերությամբ կամ արամարանքով էր դիմում։ Անահիտը դաժան հաճույք էր ստանում նրան նվաստացնելուց։ Նրա պարզ արտաքինը համեմատում էր Լիլիթի նրբագեղ գեղեցկության հետ։ Քննադատում էր նրա վարքը, խոսքը, մաշված հագուստը։ Զայրույթի պահերին խոսքերը վերածվում էին հրումների, մազերից քաշելու, ապտակների, որոնք հետքեր էին թողնում ոչ միայն մաշկի, այլ հոգու վրա։ Նարինեն սովորեց գլուխը կախել, գոյություն ունենալու համար ներողություն խնդրել, ապաստան փնտրել կալվածքի ամենախուլ անկյուններում։ Բայց լինում էին նա փոքրիկ երջանկության պահեր։ Լուսադեմին թարմ եփած սուրճի բույրը, երբ տունը դեռ քնած էր, նա կարող էր խաղաղ շունչ քաշել։ Օրվա առաջին րոպեներին արտույտների երգը, երբ երկինքը վարդագույն ու նարնջագույն էր ներկվում ցորենի դաշտերի վրա։ Աննկատ մնալու, ավելորդ բեռ, սխալ, ընտանիքի խայտառակություն, չկոչվելու թեթության զգացումը։ Այդ գողացված պահերին Նարինեն իրեն թույլ էր տալիս երազել։ Երազում էր, որ իրեն տեսնեն որպես մարդ, ոչ թե խնդիր։ Երազում էր սիրված լինել, ունենալ մեկին, ով կընտրեր իրեն, քնքշորեն կգրկեր, իր անունը սիրով կարտասաներ։ Բայց այդ երազանքները թվում էին նույնքան հեռու, որքան աստղերը, որոնց նա նայում էր իր փոքրիկ սենյակի պատուհանից այն հազվագյուտ պահերին, երբ հոգնածությունը դեռ լիովին չէր հաղթել իրեն։ Այնտեղից շատ կիլոմետրեր հեռու, Երանի կենտրոնում գտնվող մի փենթհաուսում, Արսեն Մելիքյանն ապրում էր բոլորովին այլ իրականության մեջ։ Ծնված հարուստ ընտանիքում, ներմուծման արտահանման ոլորտում կայսրություն կառուցած գործարար Հակոբ Մելիքյանի միակ որդին, Արսենը, մեծացել էր, սովոր լինելով ամեն ինչ ունենալուն։ 20 տարեկանում թանկարժեք մեքենաներ, շքեղ խնջույքներ, ուղղություններ դեպի Դուբայ, Փարիզ, առանց գներին նայելու։ Գեղեցիկ կանայք պայքարում էին նրա ուշադրության համար, ընկերները լցնում էին նրա օրակարգը, աշխարհը կարծես պտտվում էր նրա շուրջը։ Մանկուց Արսենին վերաբերվել էին որպես արքայազնի։ Սովորել էր Երանի լավագույն մասնավոր դպրոցներում, ունեցել անգլերենի չինարենի մասնավոր ուսուցիչներ, թենիսով զբաղվել էլիտար ակումբներում։ Նրա հայրը, Հակոբը, թե խիստ էր բիզնեսում, բայց որդու հանդեպ չափազանց ներողամիտ էր։ Գուցե մեղքի զգացումից, որ այդքան ժամանակ աշխատել է քիչ ժամանակ անցկացրել տանը, նա փոխհատուցում էր Արսենին երես տալով թանկարժեք նվերներով անսահման ազատությամբ։ Արսենի մայրը, Հեղինեն, քնքուշ, բայց փխրուն մի կին, մահացել էր, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, արագ զարգացող թոքաբորբից։ Կորստից հետո հոր-որդու հարաբերություններն էլ ավելի շատ հիմնվեցին նյութական իրերի, քան իրական ջերմության վրա։ Արսենը երբեք ստիպված չէր եղել պայքարել որևէ բանի համար։ Դռները բացվում էին նրա ազգանվան շնորհիվ։
Մարդիկ ժպտում համաձայնում էին նրա մտքերին, նույնիսկ երբ դրանք միջակ էին։ Նա հավատում էր, որ ինքն յուրահատուկ է, որ բիզնեսի բնատուր տաղանդ ունի, որ մեծության է կոչված։ Այս պատրանքը խնամքով փայփայվում էր նրա շրջապատի բոլոր մարդկանց կողմից, ովքեր նրա մեջ տեսնում էին ոչ թե անհատի, այլ ժառանգի, կարգավիճակի խորհրդանիշի, իշխանության փողի հետ կապի միջոց։ Նա ավարտեց քաղաքի լավագույն մասնավոր համալսարանի կառավարման ֆակուլտետը, բայց երբեք իրականում աշխատելու կարիք չունեցավ։ Ընտանեկան ընկերությունը լավ կարգաբերված մեքենա էր, որը գրեթե ինքնուրույն էր աշխատում, հմուտ աշխատակիցների շնորհիվ, որոնք հոգում էին յուրաքանչյուր մանրուքի մասին։ Արսենը թղթեր էր ստորագրում, ներկայանում հասարակական միջոցառումներին, լուսանկարվում գործարար ամսագրերի համար։ Նրա կյանքն անխուսափելի հաջողության մի պոդիում էր, կառուցված այն հիմքերի վրա, որոնք հայրն այդքան ջանքով ստեղծել էր։ 28 տարեկանում նա ամուսնացավ մոդել Քրիստինեի հետ, ում հանդիպել էր իտալական բրենդի շնորհանդեսին։ Նա այն ամենն էր, ինչ հասարակությունն ակնկալում էր տեսնել Արսենի նման տղամարդու կողքին, բարձրահասակ, էլեգանտ, նրբաճաշակ, կատարյալ ժպիտով նախանձելի զգեստապահարանով։ Հարսանիքը տեղի ունեցավ Վահագնի թաղամասի շքեղ առանձնատներից մեկում, ավելի քան 500 հյուրերով, մամուլի լուսաբանմամբ Մեղրամսով Մալդիվներում։ Կատարյալ հեքիաթ էր թվում։ Բայց հեքիաթները միշտ ճաքեր են թաքցնում։ Արսենը ստանձնեց ընկերության նախագահի պաշտոնը, երբ հայրը 3 տարի առաջ թոշակի անցավ։ Ինքնավստահ, նա որոշեց ընդլայնել բիզնեսը, մեծ ներդրումներ կատարելով մի նախագծում, որը աստղաբաշխական եկամուտներ էր խոստանում։ Նա պետք է ներմուծեր գերժամանակակից տեխնոլոգիաներ ասիական երկրներից, հույսը դնելով մի շուկայի վրա, որը Հայաստանում նոր-նոր էր սկսում զարգանալ։ Ամենափորձառու խորհրդատուները զգուշություն խորհուրդ տվեցին, բայց Արսենը սեփական ամբարտավանությունից հարբած, անտեսեց նախազգուշացումները։ Ի վերջո, նա Մելիքյան էր։ Հաջողությունը նրա արյան մեջ էր։ Տնտեսական ճգնաժամը հասավ ցունամիի պես։ Փոխարժեքը կտրուկ բարձրացավ, բեռնարկղերը մնացին նավահանգիստներում բյուրոկրատական խնդիրների պատճառով, հաճախորդները զանգվածաբար չեղարկեցին պատվերները։ Մի քանի ամսվա ընթացքում տասնամյակների ընթացքում կառուցված ընկերությունը սկսեց խորտակվել։ Արսենը փորձեց բանակցել բանկերի հետ, ներդրողներ փնտրեց, վաճառեց անձնական գույքը։ Բայց իրավիճակն անդառնալի էր։ Ամենահավատարիմ աշխատակիցները սկսեցին նոր հնարավորություններ փնտրել։ Փոքր բաժնետերերը դատի տվեցին։ Մատակարարները դադարեցրին վարկավորումը։ Առաջին ազդանշանը եկավ, երբ բանկը մերժեց երկարաձգել ընկերության շրջանառու վարկը։ Արսենը, ով սովոր էր, որ կառավարիչներն իրեն ակնածանքով են վերաբերվում, դիմավորվեց պրոֆեսիոնալ սառնությամբ վերջնական ոչ ով։ Հետո եկան տնօրենների խորհրդի հետ լարված հանդիպումները, որտեղ նախկինում ժպտացող դեմքերն այժմ նրան խիստ հարցաքննում էին։ Հաշիվները սկսեցին ուշանալ։ Աշխատակիցների աշխատավարձերը սկսեցին վճարվել օրերի, հետո շաբաթների ուշացումով։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին ընկերությունում, սկսեցին նրան փնտրել միջանցքներում, անհանգիստ աչքերով հարցնելով, թե արդյոք պետք է այլ հնարավորություններ փնտրեն։ Արսենն օրական 16 ժամ էր աշխատում, փորձելով փրկել այն, ինչն ավելի ու ավելի անփրկելի էր թվում։ Դադարեց մարզասրահ գնալ, ընկերների հետ հանդիպել, մասնակցել հասարակական միջոցառումներին, որոնք նախկինում նրա առօրյայի անբաժանելի մասն էին։ Քունքերի մազերը սկսեցին սպիտակել։ Աչքերի տակ խորը ստվերներ հայտնվեցին։ Նա ամեն շաբաթ նիհարում էր, վատ սնվելով, քիչ քնելով, ապրելով մշտական տագնապի մեջ։ Իսկ Քրիստինեն, ով միշտ այնքան սիրահարված էր Արսենի ապահոված ապրելակերպին, սկսեց հեռանալ։ Վեճերը հաճախակի դարձան։ Նա բողոքում էր ավելի փոքր բնակարան տեղափոխվելուց, գնումների համար փողի բացակայությունից, սոցիալական ամոթից, որ զգում էին հին ընկերներին հանդիպելիս։ Մի գիշեր, հատկապես բուռն վեճից հետո, Արսենը տուն եկավ խոհանոցի սեղանին մի նամակ գտավ։ Քրիստինեն հեռացել էր, իր հետ տանելով ոչ միայն ճամպրուկները, այլ ոսկեղենը, արժեքավոր նկարները, նույնիսկ հարսանիքին նվեր ստացած արծաթե սպասքը։ Ամուսնալուծությունն արագ ու դաժան էր։ Նա ոչինչ չպահանջեց, բացի նրանից, ինչ արդեն վերցրել էր, բայց հասկացրեց, որ հետաքրքրված չէ սնանկացած տղամարդու կողքին մնալով։ Նրա վերջին խոսքերն Արսենի մտքում արձագանքում էին դատավճռի պես։ Դու ոչինչ ես առանց հորդ փողերի։ Երանյան հասարակության արքայազնից Արսենը դարձավ միայնակ, ֆինանսապես էմոցիոնալ կոտրված տղամարդ։
Հպարտությունը, որը նախկինում նրա վառելիքն էր, այժմ նրա բանտն էր։ Չէր կարողանում օգնություն խնդրել, չէր տանում ծանոթների խղճահար հայացքները, չգիտեր ինչպես ապրել առանց այն շքեղության, որին միշտ սովորել։ Ամեն կերպ փորձում էր վերականգնել ընկերությունը, բայց ամեն թակած դուռն ավելի արագ էր փակվում։ Պարտատերերը հանգիստ չէին տալիս, սնանկացումն անխուսափելի էր թվում։ Անքուն գիշերներից մեկին, էժանագին կոնյակի ու հուսահատության մեջ խեղդվելիս, Արսենը հիշեց մի բան, որ հայրը տարիներ առաջ նշել էր։ Հակոբը միշտ ջերմությամբ էր խոսում երիտասարդության տարիների մի հին ընկերոջ մասին, Տավուշի մարզից մի մարդու, ով օգնել էր իրեն, երբ ամեն ինչ կորած էր թվում։ Արամ Գալստյան, հարգված կալվածատեր իր խոսքի տերը։ Նրանք տարիների ընթացքում կորցրել էին կապը, բայց Արսենը գիտեր, որ եթե աշխարհում մեկը կար, ով կարող էր իր հանգուցյալ հոր հանդեպ հավատարմությունից դրդված օգնության ձեռք մեկնել, դա այդ մարդն էր։ Դա հեռավոր, գրեթե անհեթեթ հնարավորություն էր։ Բայց դա միակն էր, որ մնացել էր։ Արսենը վաճառեց այն քիչ բանը, որ ուներ, ավտոբուսի տոմս գնեց դեպի Իջան, իսկ այնտեղից մարշրուտկայով գնաց դեպի գյուղ։ 24 ժամ տաց ճանապարհորդությունը տանջանք էր։ Նա, ով միշտ առաջին կարգով էր ճամփորդում, այժմ սեղմված էր քրտնած ուղորների միջ, շնչելով հին մեքենայի օդորակիչի օդը, որը կանգ էր առնում ճանապարհի յուրաքանչյուր փոքրիկ քաղաքում։ Երբ վերջապես հասավ Իջան, արդեն կեսօր էր, Տավուշի տապը դատավճռի պես իջավ նրա վրա։ Գալստյանների կալվածքը կենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա էր։ Արսենը հին տաքսի նստեց, որի վարորդը կասկածանքով նայեց նրան, ակնհայտորեն տարօրինակ համարելով քաղաքից եկած ճմրթված կոստյումով տղամարդու տեսնելը, որը փնտրում էր այդ կալվածքը։ Երբ անցան փայտե դարպասով շարունակեցին հողոտ ճանապարհով, որը տանում էր դեպի գլխավոր շենք, Արսենի սիրտը սեղմվեց։ Չգիտեր, ինչ պիտի ասեր, չգիտեր, իրեն լավ կընդունեին, չգիտեր, արդյոք այդ հուսահատ ճամփորդությունը որը նշանակություն կունենար։ Գլխավոր տունը տպավորիչ էր, կառուցված հայկական ավանդական ոճով, լայն պատշգամբներով խնամված այգով։ Արսենն իջավ մեքենայից, վճարեց վարորդին, քայլեց դեպի դուռը։ Նախքան կհասցներ թակել, դուռը բացվեց, երազ ճերմակած մազերով, արից խարտյաշված դեմքով շատ բան տեսած ու ապրած մարդու իմաստություն կրող աչքերով մի տղամարդ։ Արամ Գալստյանն անմիջապես ճանաչեց Հակոբի որդուն։ Ոչ թե ֆիզիկական նմանության, այլ հատակը հասած մարդու կորած հայացքի պատճառով։ Ինքն էլ է ժամանակին այնտեղ եղել, տասնամյակներ առաջ, երբ քիչ էր մնում կորցներ ամեն ինչ փրկվել էր ընկերոջ առատաձեռնության շնորհիվ։ Առանց մի խոսք ասելու, Արամը բացեց դուռը շարժումով հրավիրեց Արսենին ներս։ Նրանք նստեցին հյուրասենյակում, որտեղ առաստաղի օդափոխիչը դանդաղ պտտվում էր, պայքարելով խեղդող շոկի դեմ։ Արսենը, խեղդված ձայնով, պատմեց ամեն ինչ։ Ճգնաժամը, սնանկացումը, կնոջ դավաճանությունը, հուսահատությունը։ Օգնություն խնդրեց, ոչ թե որպես իրավունք, այլ որպես մարդ, ով այլս կորցնելու ոչինչ չուներ։ Արամը լուռ լսում էր, մատները թխկացնելով մաշված կաշվե բազկաթոռի թին։ Մինչ Արսենը խոսում էր, Արամը դիտում էր յուրաքանչյուր մանրուք։ Իր առջ նստած երիտասարդի մեջ տեսնում էր Հակոբի, իր հին ընկերոջ գծերը, ով անցյալում այդքան շատ էր օգնել իրեն։ Հիշեց, թե ինչպես էր 30 տարի առաջ քիչ մնում կորցներ կալվածքը, Հակոբը փող էր տվել առանց տոկոսների, առանց անհնարին ժամկետների, միայն ձեռքսեղմումով այն վստահությամբ, որ Արամն իր խոսքի տերն է։ Այդ պարտքը երբեք չէր մոռացվել, հիմա, նույնիսկ երբ Հակոբն արդեն 5 տարի էր, ինչ մահացել էր, Արամը զգում էր, որ հնարավորություն ունի փոխհատուցելու, օգնելով ընկերոջ որդուն։ Բայց Արամի մտքում մեկ այլ բան էլ կար։ Նարինեն։ Իր մոռացված, վատ վերաբերմունքի արժանացած, անտեսանելի դուստրը։ Նա գիտեր, որ վախկոտ է եղել, երբեք նրան պատշաճ կերպով չպաշտպանելով։ Գիտեր, որ Անահիտն ու մյուս երեխաները նրան աղբի պես էին վերաբերվում, ինքը թույլ էր տալիս, որովհետև ավելի հեշտ էր խաղաղություն պահպանել, քան կնոջն ընդդիմանալ։ Բայց մեղքի զգացումն ամեն գիշեր կրծում էր նրան։ Եվ հիմա, նայելով իր առջ նստած կոտրված երիտասարդին, նա տեսավ միանգամից երկու սխալ ուղղելու հնարավորություն։ Երբ Արսենն ավարտեց, երկար լռություն տիրեց։ Դրսում ճպուրների երգը լցրեց օդը։ Արամը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, սկսեց նայել դեպի հորիզոն ձգվող դաշտերին։ Զգուշորեն մտածում էր, թե ինչ խոսքեր պիտի ասի։ Վերջապես, շրջվեց, խոսեց, խորը դանդաղ ձայնով։ Ես կարող եմ քեզ օգնել, Արսեն։ Ես ռեսուրսներ ունեմ, կապեր ունեմ։ Կարող եմ ներդրում անել քո ընկերությունում, ամեն ինչ վերականգնել։
Բայց մի պայման ունեմ։ Արսենը հույսի վախի խառնուրդ զգաց։ Պատրաստ էր ընդունել ամեն ինչ։ Արամը շարունակեց, զգուշորեն ընտրելով յուրաքանչյուր բառ. Ես դուստր ունեմ։ Նարինե։ Նա ավելի լավ կյանքի է արժանի, քան այն, ինչ ունի այստեղ։ Ուզում եմ, որ դու ամուսնանաս նրա հետ տանես երան։ Հոգ տար նրա մասին, պաշտպանիր նրան, տուր նրան այն արժանապատվությունը, որը ես երբեք չկարողացա տալ։ Ես սեր չեմ խնդրում, Արսեն։ Ես հարգանք պաշտպանություն եմ խնդրում։ Փոխարենը, ես կփրկեմ քո ընկերությունն ու քո կյանքը։ Ես 500 միլիոն դրամ կներդնեմ ընկերությունում, կօգտագործեմ իմ կապերը, քո պարտքերը վերաբնակցելու համար, քեզ երկրորդ հնարավորություն կտամ։ Բայց ուզում եմ քո խոսքը, որ իմ դուստրը արժանապատիվ կյանք կունենա այստեղից հեռու։ Արսենը ցնցվեց։ Պայմանավորված ամուսնություն։ 21-րդ դարում։ Անհեթեթ, միջնադարյան էր թվում։ Բայց այն, ինչ մնացել էր իր կյանքից, նույնպես անհեթեթ էր թվում։ Նա մտածեց այլընտրանքի մասին, լիակատար սնանկացում, հավերժական ամոթ, նորից սկսելու անհնարինություն։ Եվ մտածեց իրեն արված առաջարկի մասին։ Սառը փոխանակում էր, այո։ Բայց ազնիվ էր։ Եվ ի վերջո, Արսենը գիտեր, որ ընտրություն չունի։ Խոսքը սիրո կամ կրքի մասին չէր։ Խոսքը գոյատման մասին էր։ Իր, ըստ երույթին, նա համաձայնեց։ Նույն երեկոյան Արամը Նարինեին կանչեց հյուրասենյակ։ Նա ներս մտավ գլխիկոր, վախեցած, կարծելով, թե ինչ-որ սխալ բան է արել։ Երբ հայրը բացատրեց իրավիճակը, նա չկարողացավ ընկալել։ Ամուսնանալ։ Մի տղամարդու հետ, ում երբեք չէր տեսել։ Գնալ երան, մի քաղաք, որը միայն լուսանկարներով գիտեր։ Նարինեն առաջին անգամ նայեց Արսենին։ Նա նստած էր բազմոցին, աշխարհի ծանրությունը կրող մարդու հոգնած կեցվածքով։ Նա իր մանկական երազանքների արքայազնը չէր, բայց նրա աչքերում մի բան կար, մի խոցելիություն, որը նա ճանաչում էր, որովհետև ամեն օր տեսնում էր հայելու մեջ։ Նա այոց չասած սեփական կամքով, այլ հնազանդությունից դրդված։ Դա այն էր, ինչ արել էր ամբողջ կյանքում, հնազանդվել, գլուխը կախել, ընդունել։ Բացի այդ, նրա մի փոքրիկ ու վախեցած մասն իրեն թույլ տվեց երազել։ Գուցե այնտեղից հեռու, նվաստացումներից ու հարվածներից հեռու, նա կարողանար գտնել երջանկությանը նման մի բան։ Կամ գոնե, խաղաղություն։ Այդ գիշեր Նարինեն գրեթե չքնեց։ Պառկած իր փոքրիկ սենյակում, նայելով ճաքճքած առաստաղին, նա մտածում էր այն ամենի մասին, ինչ պատրաստվում էր թողնել։ Չէր կարոտի տունը, մարդկանց, ցավերը։ Բայց կկարոտեր անձրից հետո թաց հողի բույրը, լուսադեմին թռչունների երգը, մինչ հորիզոն ձգվող դաշտերի տեսարանը։ Դա այն ամենն էր, ինչ ճանաչում էր։ Եվ հիմա, օրերի ընթացքում, նա կլիներ մի հսկայական մայրաքաղաքում, մի տղամարդու կողքին, ով իրեն ընտրել էր ոչ թե սիրուց, այլ անհրաժեշտությունից դրդված։ Հարսանիքը տեղի ունեցավ մեկ շաբաթ անց, քաղաքի Քկագում։ Նարինեն հագել էր պարզ սպիտակ զգեստ, որը Արամը գնել էր տեղի խանութից, մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, ձեռքերը դողում էին, երբ ստորագրում էր փաստաթղթերը։ Արսենը կանգնած էր նրա կողքին, մուգ կոստյումով, անարտահայտ դեմքով։ Ոչ խնջույք եղավ, ոչ գրկախառնություններ, ոչ երջանկություն։ Ընդամենը թղթի վրա կնքված գործարք, անծանոթների վկայությամբ։ Արամը ներկա էր, աչքերը արցունքոտ, գրելով մի մեղք, որը խեղդում էր իրեն։ Ուզում էր գրկել դստերը, ներողություն խնդրել, ասել, որ սիրում է նրան։ Բայց խոսքերը խեղդվեցին կոկորդում, ինչպես միշտ։ Նա միայն ձեռքը դրեց դստեր ուսին, թեթակի սեղմեց բարի երթի մաղթանք մրմնջաց, որը նույնիսկ իր ականջներին սին հնչեց։ Անահիտն ու երեխաները չեկան։ Իրականում, նրանք թեթացած էին լուրից։ Վերջապես, ընտանիքի խայտառակությունը տնից դուրս կգար։ Լիլիթը նույնիսկ մորն ասաց, որ այդ քաղաքեցի տղամարդը պետք է իսկապես հուսահատ լինի, որ համաձայնի ամուսնանալ Նարինեի նման մեկի հետ։ Երկուսով դաժանորեն ծիծաղեցին, Արամը, ով հեռվից լսեց խոսակցությունը, զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում մեղքից ու զղջումից։ Բայց ոչինչ չասաց։ Երբեք չէր ասում։ Հաջորդ օրը Նարինեն ու Արսենը մեկնեցին երան։ Արամը նրանց իր հին պիկապով տարավ քաղաքի ավտոկայան։ Հրաժեշտին Արսենին տվեց մի ծրար, փողով խոստացված կապերով։
Վերջին անգամ նայեց Նարինեին, տեսավ այն վախեցած աղջնակին, որն անտեսանելի էր մեծացել իր տանը, ցանկություն առաջացավ գոռալ, թույլ չտալ նրան գնալ, խոստանալ, որ ամեն ինչ կփոխվի։ Բայց դրանցից ոչինչ չարեց։ Միայն ձեռքով արեց, մինչ ավտոբուսը հեռանում էր, տանելով իր դստերը մի կյանքի, որը նա անկեղծորեն հույս ուներ, որ ավելի լավը կլինի, քան այն ամենը, ինչ ինքը կարողացել էր տալ նրան։ Ավտոբուսով ճանապարհորդությունն անցավ անհարմար լռության մեջ։ Նա նստած էր պատուհանի մոտ, դիտելով, թե ինչպես են բնապատկերները փոխվում, մինչ նրանք հեռանում էին իրեն ծանոթ միակ վայրից։ Նա, նրա կողքին, կորած իր մտքերի մեջ, կնքած գործարքի այն կյանքի մասին, որը պետք է հիմա կառուցեր։ Երբեմն նրանց հայացքները պատահաբար խաչվում էին, երկուսն էլ արագ շեղում էին հայացքը, չիմանալով ինչ ասել։ Ինչ են ասում մի անծանոթի, ում հետ նոր ես ամուսնացել։ Ինչպես են կյանք կառուցում ոչնչից, մեկի հետ, ում հազիվ ես ճանաչում։ Նարինեն պատուհանից դիտում էր բնապատկերը, տեսնելով, թե ինչպես են Տավուշի անտառները տեղի տալիս այլ բուսականության, փոքր քաղաքները վերածվում ավելի մեծ բնակավայրերի, գյուղականը զիջում քաղաքայինին։ Ամեն անցած կիլոմետրը մի քայլ էր հեռու այն ամենից, ինչ ճանաչում էր, մի քայլ դեպի անհայտը։ Վախենում էր, այո։ Բայց նա մի փոքրիկ հույս ուներ, որը չէր համարձակվում նույնիսկ իրեն խոստովանել։ Գուցե, միայն գուցե, սա իր նորից սկսելու հնարավորությունն էր։ Ինչ-որ մեկը լինելու։ Տեսանելի լինելու։ Արսենն իր հերթին ընկղմված էր սեփական մտքերի մեջ։ Մտածում էր պայմանագրերի մասին, որոնք պետք է վերաբանակցեր, մատակարարների մասին, որոնց պետք է վերադարձներ, աշխատակիցների մասին, որոնց պետք է նորից աշխատանքի ընդուներ։ Մտածում էր, թե ինչպես պետք է բաժնետերերին բացատրի, որ Տավուշի մարզից մի կալվածատեր այժմ նոր հիմնական ներդրողն է։ Մտածում էր ամեն ինչի մասին, բացի իր կողքին նստած կնոջից։ Նրա համար Նարինեն գործարքի մաս էր, իր փրկության համար անհրաժեշտ պայման։ Նա դաժան չէր, պարզապես գործնական էր։ Կամ գոնե այդպես էր ասում ինքն իրեն։ Նրանցից ոչ ոք չգիտեր, թե ինչ էր սպասվում ապագայում։ Նրանցից ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ պայմանավորված ամուսնությունը, որը կնքվել էր առանց սիրո հիմնված էր անհրաժեշտության վրա, կլիներ մի վերափոխման սկիզբ, որն ընդմիշտ կփոխեր երկուսին էլ։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Երբ ավտոբուսը վերջապես հասավ Երանի Գիլիկիա ավտոկայան, արդեն գիշեր էր։ Նարինեն իջավ միակ հին ճամպրուկով, որը պարունակում էր այն ամենը, ինչ ուներ աշխարհում, մի քանի պարզ հագուստ, մի զույգ կոշիկ, մոր երբեք չտեսած խունացած լուսանկարը, մի համրիչ, որը նվեր էր ստացել կալվածքի խոհարարուհուց հարսանիքի օրը։ Արսենը քայլում էր արջից, առանց հետ նայելու, ենթադրելով, որ նա կհետի իրեն։ Եվ նա հետեց, ինչպես միշտ։ Հնազանդվելն այն էր, ինչ ճանաչում էր։ Ավտոկայանի եռուզեռը վախեցրեց Նարինեին։ Երբեք այսքան շատ մարդ չէր տեսել միասին, այսքան աղմուկ, այսքան լույսեր։ Մարդիկ վազվզում էին այս ու այն կողմ, հայտարարություններն արձագանքում էին բարձրախոսներով, ավտոբուսները մտնում ու դուրս էին գալիս քաոսային պարի մեջ։ Մուրացկանները ողորմություն էին խնդրում մուտքերի մոտ, շրջիկ վաճառողներն առաջարկում էին մանր-մունր իրեր, դիզելի, սննդի ու սեղմված մարդկության խառը հոտը խեղդող մթնոլորտ էր ստեղծում։ Նա ամուր սեղմեց ճամպրուկի բռնակը, քայլեց Արսենի մոտով, վախենալով կորչել մարդկանց այդ ծովում։ Նա տաքսի կանչեց, երկուսով լուռ գնացին դեպի բնակարան։ Ամբողջ ճանապարհին Նարինեն դեմքը կպցրել էր պատուհանին, դիտելով հսկայական քաղաքը, որն այժմ պետք է լիներ իր տունը։ Երկինքը քերող բարձրահարկ շենքերը, մեքենաներով լի նեղ փողոցները, վառ գույներով թարթող նեոնային լույսերը։ Այնքան տարբեր էր լուր Տավուշից, լայն հորիզոնից, աստղազարդ երկնքից, որը սովոր էր տեսնել քնելուց առաջ։ Արսենն այժմ ապրում էր շատ ավելի համեստ թաղամասում, քան նախկին շքեղ փենթհաուսն էր։ Դա միջին դասի շենք էր, առանց շուրջօրյա դռնապանի, առանց լողավազանի, առանց մարզասրահի։ Բնակարանը 5-րդ հարկում էր, ուներ 2 փոքր ննջասենյակ, խոհանոցի հետ միացված հյուրասենյակ, մի փոքրիկ լոգարան։ Նրա համար, ով սովոր էր 200 քառակուսի մետր շքեղության, սա նվաստացուցիչ էր։ Նարինեի համար, ով ամբողջ կյանքում քնել էր կալվածքի հետնամասում գտնվող սպասուհու սենյակում, սա պալատ էր թվում։ Երբ Արսենը բացեց դուռը, Նարինեն դանդաղ ներս մտավ, դիտելով յուրաքանչյուր մանրուք։ Բնակարանը թափթփված էր։ Բազմոցի վրա շորեր էին նետված, լվացարանում կեղտոտ ամաններ, սեղանի վրա թղթեր։
Արսենը նկատեց տան վիճակը ամոթի խայտ զգաց։ Սովոր չէր իր մասին հոգ տանելուն։ Նախկինում սպասուհի ուներ, որն ամեն ինչ անում էր։ Երբ Քրիստինեն հեռացավ, նույնիսկ խոհանոցի իրերը տարավ, նա ապրում էր նավաբեկյալի պես, առակմամբ սնունդ ուտելով, վատ քնելով, թույլ տալով, որ ամեն ինչ կուտակվի։ Կարող է սենյակում մնալ, ասաց Արսենը, ցույց տալով միջանցքի վերջում գտնվող փակ դուռը։ Ես այստեղ բազմոցին կքնեմ։ Նարինեն զարմացած նայեց նրան։ Այսպիսի հոգատարություն չէր սպասում։ Կարծում էր, թե նա կպահանջի, որ սենյակը կիսեն, ի վերջո նրանք ամուսնացած էին։ Բայց Արսենը չափազանց հոգնած էր այդ մասին մտածելու համար։ Պարզապես ուզում էր լոգանք ընդունել քնել։ Վաղը պետք է շուտ արթնանար, ընկերության վերականգնման գործընթացը սկսելու համար։ Նա մտավ սենյակ, որը պետք է իրենը լիներ։ Այն փոքր էր, բայց մաքուր։ Ուներ մեկտեղանոց մահճակալ, զգեստապահարան պատուհան, որը նայում էր հարան շենքերին։ Նարինեն ճամպրուկը դրեց հատակին, նստեց մահճակալին, կալվածքից դուրս գալուց ի վեր առաջին անգամ իրեն թույլ տվեց լաց լինել։ Լաց էր լինում վախից, մենությունից, անորոշությունից։ Լաց էր լինում այն կյանքի համար, որը թողել էր, նույնիսկ եթե այդ կյանքը լի էր ցավով։ Գոնե այն ծանոթ էր։ Հիմա նա անծանոթ վայրում էր, անծանոթ տղամարդու հետ, չիմանալով ինչ անել կամ ինչպես վարվել։ Դրսում Արսենը լսեց խուլ լացը։ Մտածեց թակել դուռը, ինչ-որ մխիթարական բան ասել։ Բայց չգիտեր, ինչ։ Չգիտեր, ինչպես վարվել զգացմունքների, խոցելիության, մեկ այլ մարդու հետ։ Ուստի արեց այն, ինչ միշտ անում էր, ծածրեց, թե չի լսում, միացրեց հեռուստացույցը, փորձեց շեղվել որե հաղորդումով։ Առաջին օրերն անցան անհարմար լռության մեջ։ Արսենը շուտ էր արթնանում, միայնակ սուրճ խմում գնում ընկերություն։ Նարինեն մնում էր բնակարանում, չիմանալով ինչ անել։ Մաքրեց ամեն ինչ, կարգի բերեց թափթփված իրերը, լվաց կուտակված հագուստը։ Բացահայտեց, որ Արսենը սառնարանում գրեթե ոչինչ չուներ, ուստի օգտագործեց Արամի տված փողը, գնաց մոտակա խանութ։ Առաջին անգամ, երբ Նարինեն միայնակ դուրս եկավ փողոց, սարսափելի էր։ Չգիտեր, ինչպես ավտոբուս նստել, չէր ճանաչում փողոցները, վախենում էր մոլորվել։ Երթևեկության աղմուկը խլացուցիչ էր։ Ազդանշաններ, շարժիչներ, գոռացող մարդիկ։ Ամեն ինչ քաոսային էր թվում, առանց կարգի, առանց խաղաղության։ Նա դանդաղ քայլում էր մայթով, դիտելով, թե ինչպես են մարդիկ շտապով անցնում, բոլորը ձեռքներին բջջային հեռախոսներ, ականջակալներ, ապրելով սեփական աշխարհներում, նույնիսկ ամբոխի մեջ։ Ոչ ոքի չէր նայում։ Ոչ ոք չէր ժպտում։ Այնքան տարբեր էր գյուղի փոքրիկ քաղաքից, որտեղ բոլորը միմյանց ճանաչում էին, որտեղ փողոցում անծանոթներին բարելը սովորական էր։ Բայց նա հարցրեց մի կնոջ, ով մայթն էր ավլում, կինը բարությամբ ցույց տվեց անկյունի խանութի ճանապարհը։ Դա առաջին ջերմ շփումն էր, որ Նարինեն ունեցավ երանում, դա նրան մի փոքր մխիթարեց։ Բացահայտեց, որ մեծ քաղաքի կոշտ կեղի տակ դեռ կան բարի մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Նարինեն գնեց բրինձ, լոբի, միս, բանջարեղեն, համեմունքներ։ Պարզ բաներ, բայց բավարար, իսկական ուտելիք պատրաստելու համար։ Ծախսեց շատ ավելի քիչ, քան պատկերացնում էր, տուն վերադարձավ ծանր տոպրակներով, բայց փոքրիկ հաղթանակի զգացումով։ Նա կարողացել էր միայնակ դուրս գալ, գնումներ անել, վերադառնալ։ Դրանք փոքր քայլեր էին, բայց իր համար շատ բան էին նշանակում։ Երբ Արսենն այդ երեկոյան տուն եկավ, հոգնած ու զայրացած պարտատերերի հետ լարված հանդիպումներով լի դժվար օրվանից հետո, մի հոտ զգաց, որը ամիսներով չէր զգացել, տնական ուտելիքի հոտ։ Նարինեն բրինձ, լոբի, տապակած միս, սոխով աղցան էր պատրաստել։ Սեղանը պարզ, բայց խնամքով գցված էր։ Նա խոհանոցում էր, մեջքով շրջված, կաթսա էր լվանում։ Դու եփել ես, ասաց Արսենը, մի տեսակ անհարմար զգալով։ Նարինեն շրջվեց, ձեռքերը սրբիչով չորացնելով։ Այո։ Մտածեցի, գուցե կուզենաս տանը պատրաստված բան ուտել։ Արսենը նստեց սեղանի մոտ, փորձեց ուտելիքը։ Համեղ էր։ Պարզ, բայց համեղ։ Վաղուց էր այսպիսի բան չէր կերել, ոչ ռեստորանից, ոչ էլ առակման տուփով։ Լուր կերավ, Նարինեն էլ կերավ, նստած սեղանի մյուս կողմում, գլխի կոր։ Շնորհակալություն, մրմնջաց Արսենը, երբ ավարտեց։ Դա առաջին անգամն էր, որ նա շնորհակալություն էր հայտնում նրան որևէ բանի համար։ Նարինեն միայն գլխով արեց, ոչինչ չասելով։
Նրա համար մեկի մասին հոգ տանելը բնական էր։ Դա այն էր, ինչ միշտ արել էր, նույնիսկ երբ չէին գնահատում, նույնիսկ երբ շնորհակալություն չէին հայտնում։ Շաբաթներն անցան միապաղաղ առօրյայի մեջ։ Արսենը շուտ էր գնում ուշ վերադառնում։ Նարինեն հոգում էր բնակարանի մասին, եփում, սպասում։ Երբեմն նա այնքան հոգնած էր գալիս, որ հազիվ էր կարողանում ուտել։ Պարզապես արագ լոգանք էր ընդունում ու շաթափվում բազմոցին։ Այլ անգամներ զայրացած էր գալիս, հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելով պայմանագրերի, պարտքերի, ժամկետների մասին։ Նարինեն սովորում էր կարդալ նրա տրամադրությունը դուռը փակելու ձիծ։ Ուժեղ հարվածը նշանակում էր վատ օր։ Թեթ հարվածը՝ ոչ այնքան վատ օր։ Նա փորձում էր անհանգստություն չպատճառել։ Քիչ էր խոսում, հարցեր չէր տալիս, չէր բողոքում։ Բայց դիտում էր։ Դիտում էր, թե ինչպես է նա աշխատում մինչ ուշ գիշեր, կրացած թղթերի ու աղյուսակների վրա հյուրասենյակի սեղանին։ Դիտում էր, թե ինչպես ճիշտ չի սնվում, ապրելով սուրճով ու սթրեսով։ Դիտում էր ավելի ջերմակող մազերը, ավելի ու ավելի խորացող ստվերներն աչքերի տակ։ Մի օր, երբ Արսենը հատկապես կենտրոնացած էր, փորձելով հասկանալ դրամական հոսքերի մի աղյուսակ, որը պարզապես չէր ստացվում, Նարինեն մոտեցավ մի բաժակ սուրճով։ «Կարող եմ նայել», հարցրեց նա ամաչկոտ, նայելով թղթերին։ Արսենը զարմացած նայեց նրան։ «Ինչին նայել»։ «Թվերին։ Գուցե կարողանամ օգնել»։ Նա քիչ մնաց ծիծաղեր։ Քիչ մնաց ասեր, որ դա բիզնեսից հասկացողների գործն է, ոչ թե գյուղից եկած մի աղջկա, որը հավանաբար հազիվ թե սովորած լիներ։ Բայց նրա արտահայտության մեջ մի բան ստիպեց նրան վարանել։ Այնտեղ անկեղծություն կար։ Օգնելու անկեղծ ցանկություն։ Եվ բացի այդ, նա հուսահատ էր։ Մինչ այժմ փորձած ոչինչ չէր օգնել։ Ինչ կարժենար թույլ տալ նրան նայել։ «Կարող ես նայել», ասաց Արսենը, ավելի շատ հետաքրքրությունից դրդված, քան հույսով։ Նարինեն նստեց նրա կողքին, սկսեց վերլուծել թվերը։ Արսենը զարմացավ, հասկանալով, որ նա հասկանում է։ Նա հաշվապահության ֆորմալ կրթություն չուներ, բայց թվերի հետ բնական տրամաբանություն ուներ։ Կալվածքում միշտ ինքն էր օգնում հորը հաշիվների հարցում, նույնիսկ եթե նա երբեք չէր ընդունում դա։ Նա լուր կառավարում էր պաշարները, վերահսկում տան ծախսերը, գիտեր, երբ ինչ-որ բան այն չէր։ Ինքնուրույն էր սովորել, լուր գիշերներին ուսումնասիրելով գրասենյակում գտած թղթերը, անգիր անելով բանաձեր, հաշվարկներ անելով հին տետրերի լուսանցքներում։ Այստեղ, ասաց Նարինեն, մատնացույց անելով մի կոնկրետ տող։ Այս մատակարարը կրկնակի գումար է պահանջում։ Տես, այս սյունակում դու 5000 ես վճարել մի ծառայության համար, որը 3 ամիս առաջ 2500 արժեր։ Ինչ է փոխվել։ Եթե ոչինչ չի փոխվել, քեզնից սխալ գումար են գանձում։ Իսկ այստեղ, այս գործառնական ծախսերն ուռճացված են։ Դու վճարում ես ծառայությունների համար, որոնք կարելի է վերաբանակցել։ Այս սպասարկման պայմանագիրը, օրինակ։ Կարող ես նույն ծառայությունը 30%-ով ավելի էժան ստանալ, եթե փոխես մատակարարին կամ վերաբանակցես պայմանները։ Արսենը նայեց այնտեղ, ուր նա ցույց էր տալիս։ Նա ճիշտ էր։ Լիովին ճիշտ։ Նա այնքան կենտրոնացած էր նավը փրկելու վրա, որ չէր տեսնում կորպուսի ակնհայտ անցքերը։ Հիացմունքի անհարմարության խառնուրդ զգաց։ Ինչպես չէր տեսել սա ավելի վաղ։ Եվ ինչպես էր նա, առանց որե դիպլոմի, առանց որե դասընթացի, կարողանում այդքան հստակ տեսնել։ Որտեղից գիտես այս ամենը, հարցրեց Արսենը, անկեղծորեն հետաքրքրված։ Ինքնուրույն եմ սովորել, պատասխանեց Նարինեն, առանց նրան նայելու, կենտրոնացած թղթերի վրա։ Միշտ սիրել եմ թվերը։ Դրանք իմաստ ունեն։ Տրամաբանական են։ Չեն ստում։ Ցավ չեն պատճառում։ Քո մասին իրենց կարծիքը չեն փոխում։ Նրա ասածի մեջ տխուր մի բան կար։ Արսենը հասկացավ, որ թվերը նրա համար ապաստան են եղել։ Մի վայր, որտեղ նա կարող էր իրավասու լինել, որտեղ կարող էր իրեն օգտակար զգալ, նույնիսկ եթե ոչ ոք չէր գնահատում։ Այդ գիշեր, առաջին անգամ, Արսենն ու Նարինեն միասին աշխատեցին։ Նա օգնեց վերակազմակերպել աղյուսակները, բացահայտել անհարկի ծախսերը, գտնել լուծումներ, որոնք նա չէր դիտարկել։ Նա հասկացավ, որ նա խելացի է։ Շատ ավելի, քան պատկերացնում էր։
Եվ մտածեց, թե էլի քանի բան գիտի նա, քանի տաղանդ ունի թաքցրած, որովհետ ոչ ոք երբեք չի ացել հարցնել։ Այդ օրվանից ինչ-որ բան սկսեց փոխվել։ Արսենը սկսեց ավելի շատ կիսվել նրա հետ աշխատանքի մասին։ Դա հենց գործընկերություն չէր, բայց այլս լիակատար լռություն էլ չէր։ Նարինեն իր հերթին սկսեց իրեն մի փոքր ավելի քիչ անտեսանելի զգալ։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը գնահատում էր այն, ինչ նա գիտեր, ինչ նա կարող էր անել։ Բայց նրանց միջ դեռ հեռավորություն կար։ Մի անտեսանելի պատ, որը նրանցից ոչ ոք չգիտեր ինչպես հաղթահարել։ Նրանք ամուսնացած էին թղթի վրա, բայց անծանոթներ գործնականում։ Քնում էին առանձին սենյակներում, ապրում զուգահեռ կյանքեր, որոնք խաչվում էին միայն մակերեսորեն։ Ամեն ինչ փոխվեց, երբ Արսենն ընկավ։ Անձրոտ երեքշաբթի էր։ Արսենը գնացել է ստուգելու ընկերության պահեստը, որը վերանորոգվում էր։ Բարձրացել էր սանդուղքի վրա, տանիքը ստուգելու, բայց փայտը թաց էր, նա սայթաքեց։ Ընկավ 3 մետր բարձրությունից, մեջքով հարվածելով արկղերի կույտին։ Աշխատակիցները վազեցին օգնելու, շտապօգնություն կանչեցին։ Հիվանդանոցում պարզվեց, որ նա կոտրել է կողոսկրը հոդախախտել կոճը։ Ոչ մի լուրջ բան, բայց բավականաչափ ցավոտ, որպեսզի նրան մի քանի օրով անշարժացնի։ Նարինեն զանգը ստացավ բնակարանում։ Սիրտը սկսեց արագ բաբախել վախից։ Վազեց հիվանդանոց, առանց 2 անգամ մտածելու։ Երբ հասավ սենյակ, որտեղ Արսենն էր, նա պառկած էր մահճակալին, դեմքը ցավից գունատ, կոճը վիրակապած, մեջքին սպեղանի։ Լավ եմ, ասաց նա, երբ տեսավ նրան ներս մտնող։ Պարզապես հանգիստ է պետք։ Բայց Նարինեն տեսավ խոսքերից այն կողմ։ Տեսավ ցավը, որը նա փորձում էր թաքցնել, հիասթափությունը վիրավորվելու համար հենց այն ժամանակ, երբ պետք է ավելի ակտիվ լիներ, քան երբևէ։ Կանգնեց մահճակալի կողքին, առանց ոչինչ ասելու բռնելով նրա ձեռքը։ Եվ Արսենը, ով չէր սպասում այդ ժեստին, տարօրինակ բան զգաց կրծքում։ Մի բան, որը վաղուց չէր զգացել։ Հոգատարություն։ Մեկը, ով մտահոգվում էր։ Նրանք վերադարձան բնակարան երեկոյան։ Արսենը հազիվ էր կարողանում քայլել, հենվելով Նարինեի բժշկի տված հենակների վրա։ Նա օգնեց նրան պառկել բազմոցին, ծածկեց վերմակով, ջուր դեղեր բերեց։ Եվ հետո, առանց նրա խնդրանքի, նա տեղավորվեց նրա կողքին։ Հաջորդ 3 օրերի ընթացքում Նարինեն չհեռացավ Արսենի կողքից։ Մի քանի ժամը մեկ չափում էր նրա ջերմությունը, թեյեր ու ապուրներ էր պատրաստում, սառը թրջոցներ դնում, երբ ցավն անտանելի էր դառնում, բռնում նրա ձեռքը այն գիշերներին, երբ նա ցավից տնքում էր։ Նրա ժեստերում պահանջ չկար, ճանաչման ակնկալիք չկար։ Պարզապես ներկայություն։ Պարզապես հոգատարություն։ Եվ հենց այդ լուռ ներկայության մեջ Արսենը սկսեց իսկապես տեսնել Նարինեին առաջին անգամ։ Ոչ թե որպես գործարքի պայման, ոչ թե որպես բեռ, որը պետք է կրեր, այլ որպես մարդ։ Բարի, ուժեղ, առանց որևէ բան պահանջելու սիրելու ունակ մարդ։ Նա նայում էր նրան, մինչ նա քնած էր բազմոցի կողքի աթոռին նստած, գլուխը անհարմար անկյան տակ թեքված, դեմքը հանգիստ, չնայած հոգնածությանը։ Եվ մտածում էր, թե ինչպես է այդքան կույր, այդքան եսասեր, այդքան հիմար եղել։ Երբ բավականաչափ լավացավ, որպեսզի վերադառնա աշխատանքի, Արսենը չմոռացավ այդ 3 օրերը։ Սկսեց այլ աչքերով նայել Նարինեին։ Սկսեց նկատել մանրամասներ, որոնք նախկինում անտեսում էր։ Այն, թե ինչպես էր նա զուսպ ժպտում, երբ ինչ-որ բան լավ էր անում։ Համբերությունը, որով կարգի էր բերում իրերը։ Նրա դեմքի հանգիստ գեղեցկությունը, որը նախկինում սովորական էր թվում, բայց որն այժմ տեսնում էր որպես նուրբ անկեղծ։ Նարինե, ասաց նա մի երեկո, երբ միասին ընթրում էին։ Ուզում եմ քեզ մի տեղ տանել։ Նա զարմացած նայեց նրան։ Որ։ Մոլ։ Քեզ նոր հագուստ է պետք։ Քո իրերն են պետք։ Նարինեի դեմքը կարմրեց։ Պետք չէ, Արսեն։ Ես լավ եմ նրանով, ինչ ունեմ։ Բայց ես եմ ուզում, պնդեց նա, նրա ձայնի մեջ այլ բան կար։ Ավելի մեղմ, ավելի անկեղծ մի բան։ Խնդրում եմ։ Թույլ տուր դա անեմ։ Հաջորդ շաբաթ օրը Արսենը Նարինեին տարավ մոլ։ Նա երբեք նման վայրում չէր եղել։ Քարացել էր մուտքի մոտ, նայելով բարձր առաստաղին, լուսավոր խանութներին, տոպրակներով այս ու այն կողմ քայլող մարդկանց։ Արսենը բռնեց նրա ձեռքը, նա սարսռաց հպումից։
Դա առաջին անգամն էր, որ նա դա անում էր կամավոր, ոչ թե անհրաժեշտությունից դրդված։ Նրանք մտան կանացի հագուստի խանութ։ Արսենը վաճառողուհուն ասաց, որ օգնի Նարինեին ընտրել այն, ինչ կցանկանա։ Նա ամաչկոտ փորձում էր պարզ իրեր, մի զգեստ այստեղ, մի բլուզ այնտեղ։ Երբ դուրս եկավ հանդերձարանից, հագնելով բաց կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա աչքերը, Արսենի շունչը կտրվեց։ Նա գեղեցիկ էր։ Միշտ էլ եղել էր, բայց նա երբեք չէր կանգնել տեսնելու համար։ Սա վերցրու, ասաց նա մի ժպիտով, որը Նարինեն չէր ճանաչում։ Վերցրու այն ամենը, ինչ հավանեցիր։ Երբ նրանք դուրս եկան խանութից մի քանի տոպրակներով, Նարինեի աչքերում արցունքներ կային։ Ոչ թե հագուստի արժեքի, այլ ժեստի համար։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը մտահոգվել էր նրանով, թե ինչ է նա ուզում, ինչն է նրան երջանիկ դարձնում։ Եվ երբ Արսենը տեսավ այդ արցունքները, նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց, մի նույն ժամանակ վերականգնվեց։ Այդ գիշեր, տուն հասնելուն պես, նրանց միջ լարվածությունն այլ էր։ Դա անհարմարություն չէր։ Ակնկալիք էր։ Արսենը նայեց Նարինեին, ով նոր հագուստը դասավորում էր զգեստապահարանում, հասկացավ, որ այլս չի կարող ծածնել։ Այլս չի կարող նրան վերաբերվել որպես արտրային գործարքի մաս։ Նա իր կինն էր։ Եվ նա, հակառակ բոլոր սպասումների, սիրահարվում էր նրան։ Նարինե, կանչեց նա սենյակի դռնից։ Նա շրջվեց, ձեռքին զգեստ։ Այո։ Ուզում եմ, որ իմանաս դու պարտավոր չես այստեղ մենակ քնել։ Եթե ուզում ես կարող ես ինձ հետ մնալ։ Սենյակում։ Որպես իսկական ամուսիններ։ Հաջորդած լռությունը լի էր հուզմունքով։ Նարինեն նայեց նրան, այն տղամարդուն, ով անծանոթ էր եղել, որն այժմ նույնքան խոցելի էր թվում, որքան ինքը։ Եվ առաջին անգամ իրեն թույլ տվեց խոստովանել, որ ինքն էլ է ինչ-որ բան զգում։ Մի բան, որը սկսվել էր որպես երախտագիտություն, որն այժմ աճում էր որպես ավելի մեծ բան։ Ես ուզում եմ, շշնջաց նա դողացող ձայնով։ Բայց վախենում եմ։ Ես էլ, խոստովանեց Արսենը, քայլելով դեպի նա։ Բայց կարող ենք միասին վախենալ։ Այդ գիշեր նրանց բաժանող հեռավորությունը վերջապես անհետացավ։ Արսենը հպվեց Նարինեին մի քնքշությամբ, որը երբեք չէր պատկերացնում, թե ունի։ Համբուրեց նրան դանդաղ, ինչպես մեկը, ով թաքնված գանձ է հայտնաբերում։ Եվ երբ նրանք սիրով զբաղվեցին, դա մեխանիկական կամ պարտադիր գործողություն չէր։ Դա երկու հոգիների փոխադարձ բացահայտումն էր, որոնք, չնայած ամենաանհավանական հանգամանքներում հանդիպելուն, վերջապես իրենց թույլ էին տալիս զգալ։ Հետո, պառկած կողք կողքի, Արսենը բռնեց Նարինեի ձեռքը, ասաց այն խոսքերը, որոնք նա երբեք չէր կարծում, թե կլսի որևէ մեկից։ Կարծես թե սիրահարվում եմ քեզ։ Եվ Նարինեն, երջանկության արցունքները դեմքով հոսելիս, պատասխանեց իր սրտի ճշմարտությամբ։ Ես էլ։ Հաջորդած շաբաթները Նարինեի կյանքի ամենաերջանիկ շրջանն էին։ Առաջին անգամ նա իրեն լիարժեք էր զգում։ Արսենն այլս այն սառը հեռու տղամարդը չէր, որը նրան բերել էր երան։ Նա ավելի շատ էր ժպտում, խոսում էր նրա հետ ամեն ինչի մասին, ընկերության մարտահրավերներից մինչ առօրյա մանրուքներ։ Նրանք միասին էին արթնանում, սուրճ խմում, խոսելով ապագայի ծրագրերի մասին, նա Արսենին ճանապարհում էր դեպի դուռը մի հրաժեշտի համբույրով, որը ամեն անգամ ստիպում էր նրա սրտին արագ բաբախել։ Այդ առավոտյան պահերին, մինչ սուրճ էր պատրաստում, տեսնում, թե ինչպես է Արսենը հեռախոսով նորություններ կարդում, Նարինեն իրեն թույլ էր տալիս երազել բաների մասին, որոնք նախկինում անհնարին էին թվում։ Գուցե մի օր երեխաներ կունենան։ Գուցե կարողանան միասին ճամփորդել, նոր վայրեր տեսնել։ Գուցե կարողանան իսկական ընտանիք կառուցել, տարբեր այն ամենից, ինչ նա ճանաչել էր։ Մի ընտանիք, որտեղ մարդիկ սիրում են միմյանց, հարգում, ընտրում ամեն օր։ Ընկերությունը սկսում էր վերականգնման նշաններ ցույց տալ։ Նարինեի առաջարկած փոփոխությունների Արամի ներդրման ճիշտ կիրառման շնորհիվ թվերը ամսյամից բարելավում էին։ Արսենը վերաբանակցել էր պայմանագրերը, վերադարձրել հին հաճախորդներին, վարձել հմուտ աշխատակիցների։ Նարինեն սկսեց երբեմն գնալ գրասենյակ, օգնելով ֆինանսական մասով, կարգի բերելով փաստաթղթերը, բերելով մի լուր արդյունավետություն, որը բոլորը նկատում էին, բայց քչերն էին մեկնաբանում։ Աշխատակիցները նրան հարգանքով էին վերաբերվում, ոմանք նույնիսկ ջերմությամբ։ Նա, վերջապես, տեսանելի էր։ Գնահատված։ Վստահությունը վերադառնում էր։ Եվ դրա հետ, հույսը, որ նրանք կարող են միասին ամուր բան կառուցել։
Արսենը սկսեց Նարինեին ներգրավել ընկերության կարևոր որոշումների մեջ, հարցնում էր նրա կարծիքը ներդրումների, նոր աշխատակիցների մասին։ Նա սուր հայացք ուներ մանրուքների նկատմամբ, մարդկանց կարդալու ունակություն, որը գալիս էր տարիներ շարունակ անտեսանելի լինելուց շուրջ բոլորը դիտելուց։ Նարինեն նույնպես փոխվում էր։ Ոչ միայն արտաքնապես, նոր հագուստով մազերով, որոնք այժմ կտրում խնամում էր թաղամասի գեղեցկության սրահում, այլ ներքուստ։ Ավելի ինքնավստահ էր, ավելի վստահ իր ուժերին։ Սկսեց ավելի հաճախ միայնակ դուրս գալ, բացահայտեց քաղաքը, այցելեց այգիներ, թանգարաններ, վայրեր, որոնք երբեք չէր պատկերացնում, թե կտեսնի։ Ընկերացավ Հարամ բնակարանի կնոջ տիկին Սոնայի հետ, մի այրի կնոջ, ով սիրում էր զրուցել Նարինեին սովորեցրեց տարբեր բաղադրատոմսեր մեծ քաղաքում ապրելու հնարքներ։ Տիկին Սոնան դարձավ մի տեսակ փոխարինող մայր, մայրական կերպար, որը Նարինեն երբեք չէր ունեցել։ Այն օրերին, երբ Արսենն աշխատանքի էր, նրանք միասին սուրճ էին խմում, խոսում կյանքից, անցյալից, երազանքներից։ Արսենը նկատում էր այդ փոփոխությունները, էլ ավելի էր սիրահարվում։ Նարինեն այլս այն ամաչկոտ ու վախեցած աղջիկը չէր, որը Տավուշից ավտոբուսով էր եկել։ Նա ուժեղ, խելացի, ունակ կին էր։ Եվ գեղեցիկ։ Շատ գեղեցիկ։ Նա մտածում էր, թե ինչպես է սկզբում այդքան կույր եղել, ինչպես չի տեսել այն գանձը, որն իր կողքին էր։ Երբեմն, երբ նա չէր նայում, նա դիտում էր նրան պարզ բաներ անելիս, օրինակ, բազմոցին գիրք կարդալիս կամ ընթրիք պատրաստելիս, նրա կուրծքը լցվում էր խորը երախտագիտությամբ։ Երախտագիտությամբ, որ նա գոյություն ունի, որ ընդունել է այդ խենթ ամուսնությունը, որ իրեն սիրահարվելու հնարավորություն է տվել։ Մի գիշեր, երբ նրանք միասին պառկած էին մահճակալին, Արսենը շոյեց Նարինեի դեմքը, ասաց մի բան, որը օրեր շարունակ ծրագրել էր։ Ուզում եմ քեզ տանել ընկերության միջոցառման։ Ընթրիքի, հաճախորդների, գործընկերների հետ։ Ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե ով է իմ կինը։ Նարինեի աչքերը լայն բացվեցին։ Միջոցառում։ Կարևոր մարդկանց հետով։ Նա երբեք նման բանի չէր մասնակցել։ Վախենում էր սխալ բան անել, նրան ամոթով դնել։ Չգիտեմ, պատրաստ եմ, Արսեն։ Իսկ եթե սխալ բան ասեմ։ Իսկ եթե դու կատարյալ ես, ընդհատեց նա, համբուրելով նրա ճակատը։ Եվ հիասքանչ տեսք կունենաս։ Վստահիր ինձ։ Հաջորդ շաբաթ օրը Արսենը Նարինեին տարավ միջոցառման համար զգեստ գնելու։ Նա ընտրեց էլեգանտ զգեստ, պարզ, բայց նրբաճաշակ, որն ընդգծում էր նրա բնական գեղեցկությունը։ Երբ նայեց հայելու մեջ, գրեթե չճանաչեց իրեն։ Ապակու մեջ արտացոլված կինը վստահ, արժանապատիվ, կարևոր էր թվում։ Արդյոք դա իսկապես ինքն էր։ Միջոցառման օրը Նարինեն հուզված էր։ Ամբողջ օրը պատրաստվում էր, մի քանի անգամ հագուստը փոխում, նորից անում դիմահարդարումը, որը տիկին Սոնան սովորեցրել էր։ Ոչինչ բավականաչափ լավ չէր թվում։ Արսենն օգնեց նրան հանգստանալ, բռնելով նրա ձեռքը մինչ խնջույքների սրահ, որտեղ պետք է տեղի ունենար ընթրիքը։ Երբ նրանք ներս մտան, մի քանի հայացքներ շրջվեցին։ Արսենը ճանաչված էր գործարար շրջանակներում, բոլորը գիտեին նրա անկման մասին, հետաքրքրված էին նրա վերականգնմամբ։ Բայց ուշադրություն գրավողը նրա կողքի կինն էր։ Նարինեն փայլում էր։ Զգեստն ընդգծում էր նրա նրբիրան կազմվածքը, մազերը փափուկ ալիքներով թափվում էին ուսերին, շնորհիվ վարսահարդարի, ում համար Արսենը պնդել էր վճարել, նրա աչքերում մի լույս կար, որը գալիս էր ներսից։ Դա այն մարդու լույսն էր, ով կյանքում առաջին անգամ իրեն սիրված գնահատված էր զգում։ Արսենը նրան ներկայացնում էր յուրաքանչյուրին տեսանելի հպարտությամբ ոչ միայն ձայնի, այլ ամբողջ կեցվածքի մեջ։ Սա իմ կինն է, Նարինեն։ Այլս ոչ միայն անուն։ Այլս ոչ թաքնված խայտառակություն։ Այլս ոչ պարտականություն։ Նրան ներկայացնում էին հպարտությամբ, հարգանքով, սիրով։ Եվ ամեն անգամ, երբ Արսենն ասում էր այդ խոսքերը, ձեռքը թեթակի սեղմելով նրա գոտկատեղը, Նարինեի սիրտը լցվում էր մի երջանկությամբ, որը նա երբեք հնարավոր չէր համարում։ Նա կարևոր էր։ Նա սիրված էր։ Ընթրիքի ընթացքում Նարինեն զրուցեց մյուս գործարարների կանանց հետ։ Սկզբում ամաչկոտ, ավելի շատ լսելով, քան խոսելով, շուտով հասկացավ, որ նրանք այնքան էլ տարբեր չեն իրենից։ Ոմանք պարզ վայրերից էին, մյուսներն ունեին պայքարի հաղթահարման պատմություններ։ Նրանցից մեկը, Արմինեն, Արսենի գործընկերներից մեկի կինը, հատկապես ընկերասեր դարձավ։ Նա մոտ 40 տարեկան, համակրելի ջերմ կին էր, որն անմիջապես ստիպեց Նարինեին իրեն հարմարավետ զգալ։
Դու հիասքանչ տեսք ունես, Նարինե, անկեղծորեն ասաց Արմինեն։ Եվ Արսենն աչքը քեզնից չի կտրում։ Երում է, որ նա քեզ շատ է սիրում։ Վաղուց նրան այսքան թեթ, այսքան երջանիկ չէի տեսել։ Դու նրան լավ ես անդրադարձել։ Նարինեն կարմրեց։ Սիրում է։ Արդյոք նա իսկապես սիրում էր իրեն։ Նա դեռ այդ խոսքերը բարձրաձայն չէր ասել, չնայած բոլոր քնքուշ ժեստերին։ Բայց նրա ժեստերն ամեն ինչ ասում էին։ Այն, թե ինչպես էր հոգ տանում իր մասին, ինչպես էր նայում, ինչպես էր ժպտում, երբ նա սենյակ էր մտնում, ինչպես էր բռնում նրա ձեռքը սեղանի տակ։ Գուցե սերը միշտ չէ, որ խոսքերի կարիք ունի։ Գուցե ժեստերն ավելի հզոր են։ Երբ նրանք այդ գիշեր տուն վերադարձան, Արսենը վերելակում Նարինեին քաշեց իր մոտ։ Դու այսօր անհավանական էիր, ասաց նա, աչքերը փայլելով։ Բոլորը քեզ սիրեցին։ Բայց ոչ այնքան, որքան ես։ Նարինեն զգաց, թե ինչպես է սիրտը կանգ առնում։ Որքան ես։ Դրանք սիրո խոստովանությանը մոտ խոսքեր էին։ Գրեթե։ Երբ նրանք մտան բնակարան, նրանց միջ լարվածությունը շոշափելի էր։ Արսենը համբուրեց Նարինեին նախքան դուռը լիովին փակելը։ Այդ համբույրի մեջ հրատապություն կար, բայց նա քնքշություն։ Նրանք այդ գիշեր սիրով զբաղվեցին նոր ուշքնությամբ, ծնված այն աճող համոզմունքից, որ իրենց միջ եղածն իրական է։ Այլս գործարք չէր։ Այլս հարմարավետություն չէր։ Սեր էր։ Հետո պարկած մթության մեջ, դեռ շնչակտուր, Արսենը բռնեց Նարինեի ձեռքը, վերջապես ասաց այն խոսքերը, որոնք նա այդքան սպասում էր լսել։ Ես սիրում եմ քեզ, Նարինե։ Ես քեզ իսկապես սիրում եմ։ Արցունքները հոսեցին նրա դեմքով։ Դրանք մաքուր երջանկության արցունքներ էին։ Ես էլ եմ քեզ սիրում, Արսեն։ Շատ։ Եվ այդ պահին երկուսն էլ հասկացան, որ գտել են մի հազվագյուտ բան։ Մի բան, որը շատերը փնտրում են ամբողջ կյանքում, առանց գտնելու։ Նրանք գտել էին միմյանց։ Բայց երջանկությունը, ինչպես Նարինեն շուտով կբացահայտեր, երբեք մշտական չի լինում, առանց փորձության ենթարկվելու։ Հաջորդ երկուշաբթի օրը Արսենը կարոր հանդիպման էր, երբ նրա քարտուղարուհին անհանգիստ արտահայտությամբ մտավ սենյակ։ Պարոն Մելիքյան, այստեղ մի կին կա, որը պնդում է, որ պետք է ձեզ հետ խոսի։ Ասում է, որ շտապ է։ Ո՞վ է, հարցրեց Արսենը, զայրացած ընդհատումից։ Նա ասաց, որ Քրիստինեն է։ Ձեր նախկին կինը։ Արսենի արյունը սառեց։ Քրիստինեն։ Ավելի քան 1 տարի անհետանալուց հետո նա հիմա էր հայտնվում։ Ինչ էր նա ուզում։ Ասա, որ զբաղված եմ։ Նա ասաց, որ չի գնա, մինչ ձեզ հետ չխոսի։ Ընդունարանում տեսարան է սարքում։ Արսենը հիասթափված հոգոց հանեց։ Ներողություն խնդրեց ներկաներից գնաց ընդունարան։ Այնտեղ Քրիստինեն էր, նույնքան գեղեցիկ խնամված, որքան միշտ։ Բայց նրա մեջ այլ բան կար։ Աչքերում կոշտություն, սառը հաշվարկ, որը նա չէր հիշում, թե նախկինում տեսել էր։ Կամ գուցե միշտ էլ եղել էր, նա պարզապես չէր ուզում տեսնել։ Քրիստինե, ինչ ես ուզում։ Նա ժպտաց, բայց դա առանց ջերմության ժպիտ էր։ Ողջույն, Արսեն։ Որքան ժամանակ։ Լսել եմ, որ գործերդ լավանում են։ Որ կարողացել ես փրկել ընկերությունը։ Դե, ինչ։ Դա քեզ ինչ է հետաքրքրում։ Որովհետև ես սխալ եմ գործել, Արսեն։ Ես քեզ թողեցի, երբ դու իմ կարիքն ունեիր։ Բայց հիմա տեսնում եմ, որ հիմարություն եմ արել։ Ուզում եմ վերադառնալ։ Ուզում եմ, որ նորից փորձենք։ Արսենը անհավատությամբ նայեց նրան։ Լուրջ ես ասում։ Դու ինձ թողեցիր իմ կյանքի ամենավատ փուլում։ Տարար այն ամենը, ինչ կարողացար, հեռացար առանց հետ նայելու։ Իսկ հիմա ուզում ես վերադառնալ, որովհետև լսել ես, որ նորից փող ունեմ։ Միայն դրա համար չէ, ստեց նա, դիպչելով նրա թին։ Ես դեռ զգացմունքներ ունեմ քո հանդեպ։ Մենք լավ ենք միասին։ Դու դա գիտես։ Ես ամուսնացած եմ, Քրիստինե։ Իսկապես ամուսնացած։ Մի կնոջ հետ, որը 1000 անգամ ավելին արժե, քան դու։ Քրիստինեի արտահայտությունը կոշտացավ։ Ամուսնացած։ Ո՞մ հետ։ Այդ գյուղացու հետ, որին գյուղից ես բերել։ Արսեն, խնդրում եմ։
Դու իսկապես կարծում ես, որ նա քեզ սիրում է։ Նա քեզ հետ է միայն այն պատճառով, որ հայրը նրան անասունի պես վաճառել է։ Դա բիզնես է, Արսեն։ Գործարք։ Ինչպես մեր միջեր, միայն թե մենք գոնե քիմիա ունեինք։ Լռիր, ասաց Արսենն ցածր, բայց զայրույթով լի ձայնով։ Դու ոչինչ չգիտես մեր մասին։ Ոչինչ։ Գիտեմ, հակադարձեց Քրիստինեն թունոտ ժպիտով։ Գիտեմ, որ դու նրա հետ ամուսնացել ես փողի դիմաց։ Գիտեմ, որ դա նրա հոր հետ գործարք էր։ Եվ գիտեմ, որ նա երբեք քեզ չի տա այն կյանքը, որին դու արժանի ես։ Նա ոչ ոք է, Արսեն։ Միշտ եղել է, միշտ կլինի։ Հեռացիր այստեղից, ասաց Արսենը, մատնացույց անելով դուռը։ Եվ այլս երբեք չվերադառնաս։ Քրիստինեն արամարանքով նայեց նրան, վերցրեց իր թանկարժեք պայուսակը բարձրակրունկներով հեռացավ, թողնելով թանկարժեք օծանելիքի թույնի հետք։ Արսենը կանգնած մնաց այնտեղ, դողալով զայրույթից։ Ոչ թե նախկին կնոջ պատճառով, այլ այն հավանականությունից, որ նրա խոսքերը կարող էին հասնել Նարինեի ականջներին։ Եվ հասան։ Քրիստինեն չգնաց։ Փոխարենը սպասեց ընկերության շենքի դիմաց, մինչ տեսավ Նարինեին։ Նա ընդհանուր ծանոթների միջոցով պարզել էր, որ Արսենի նոր կինը սովորաբար շաբաթը մի քանի անգամ նրա համար ճաշ էր բերում։ Եվ այդ օրը այնտեղ Նարինեն էր, ձեռքին տարա դեմքին ժպիտ։ Դուք պետք է Նարինեն լինեք, ասաց Քրիստինեն մոտենալով։ Նարինեն զարմացած կանգ առավ։ Այո։ Իսկ դուք ո՞վ եք։ Ես Քրիստինեն եմ։ Արսենի իսկական կինը։ Կամ գոնե նա, ում նա իսկապես սիրել է։ Նարինեն զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Սա նախկին կինն էր։ Նա, ով թողել էր իրեն։ Նա գեղեցիկ էր, նրբաճաշակ, հենց այնպիսի կին, ինչպիսին Նարինեն երբեք չէր լինի։ Արսենն ու ես բաժանվեցինք, շարունակեց Քրիստինեն կեղծ տխրությամբ ձայնի մեջ։ Բայց ոչ այն պատճառով, որ նա դադարեց ինձ սիրել։ Հանգամանքների բերումով էր։ Եվ հիմա, երբ նա նորից լավ է, նա ուզում է, որ ես վերադառնամ։ Բայց դու ես ճանապարհին։ Ուստի եկա քեզ ճշմարտությունն ասելու։ Դու գիտես, որ ձեր ամուսնությունը կեղծիք է, այնպես չէ՞։ Որ նա քեզ հետ ամուսնացել է միայն այն պատճառով, որ հայրդ դրա համար վճարել է։ Դու ապրանք ես, սիրելիս։ Փոխանակման առարկա։ Նա քեզ երբեք չի սիրել։ Երբեք չի սիրի։ Դու պարզապես մի պարտականություն ես, որին նա պետք է դիմանա։ Յուրաքանչյուր խոսք դանակի հարված էր Նարինեի սրտին։ Նա գիտեր, որ ամուսնությունը սկսվել էր որպես գործարք։ Բայց կարծում էր, որ ամեն ինչ փոխվել է։ Կարծում էր, որ իրենց միջ սերն իրական է։ Բայց իսկ եթե ոչ։ Իսկ եթե նա իրեն խաբել է։ Իսկ եթե Արսենը դեռ սիրում է իր առջ կանգնած այդ գեղեցիկ կնոջը։ Ես քեզ չեմ հավատում, ասաց Նարինեն, բայց ձայնը դողում էր։ Պետք չէ ինձ հավատալ, ծիծաղեց Քրիստինեն։ Հարցրու նրան։ Հարցրու, թե արդյոք նա քեզ պատմել է, որ ես այսօր այստեղ եմ եղել։ Հարցրու, թե արդյոք նա ասել է, որ ես ուզում եմ վերադառնալ։ Եվ տես, թե արդյոք նա կհերքի։ Տես, թե արդյոք նա կասի, որ ձեր հարցում կասկածներ չունի։ Քրիստինեն հեռացավ, թողնելով Նարինեին կանգնած այնտեղ, ձեռքին տարան սիրտը կտոր-կտոր եղած։ Խոսքերն անեծքի պես արձագանքում էին նրա մտքում։ Ապրանք։ Փոխանակման առարկա։ Պարտականություն։ Նարինեն վեր չբարձրացավ ճաշը տանելու։ Վերադարձավ տուն, տարան դրեց սառնարանը, նստեց բազմոցին, դողալով։ Նրա բոլոր անվստահությունները միանգամից վերադարձան։ Բոլոր ձայները, որոնք նրան անպետք, ավելորդ բեռ, խայտառակություն էին անվանել։ Գուցե Քրիստինեն ճիշտ էր։ Գուցե Արսենը նրան երբեք իսկապես չէր սիրել։ Գուցե նա պարզապես պարտականություն էր։ Երբ Արսենն այդ երեկոյան տուն եկավ, տարօրինակ թվաց Նարինեին մթության մեջ նստած տեսնելը, ոչ մի տեղ չնայելով։ Նար, ինչ է պատահել։ Դու այսօր ճաշ չբերեցիր։ Նարինեն նրան չնայեց։ Այսօր այցելու ունեի։ Արսենը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Այցելու։ Ո՞րից։ Քրիստինեից։ Նա փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է զայրույթը վերադառնում։ Այդ կինը։ Այդ վհուկը։
Ինչ ասաց նա։ Որ մեր ամուսնությունը կեղծիք է։ Որ դու ինձ երբեք չես սիրել։ Որ ես պարզապես մի պարտականություն եմ, որը դու պետք է կրես։ Նարինե, նայիր ինձ, խնդրեց Արսենը, ծնկի իջնելով նրա առջ։ Նայիր ինձ։ Նա վերջապես բարձրացրեց աչքերը, Արսենը տեսավ նրա դեմքով հոսող արցունքները։ Նրա ասածներից ոչինչ ճիշտ չէ։ Այո, մեր ամուսնությունը սկսվել է որպես գործարք։ Ես դա չեմ ստի։ Բայց այն, ինչ ես հիմա զգում եմ քո հանդեպ, իրական է։ Լիովին իրական։ Ես սիրում եմ քեզ, Նարինե։ Ոչ պարտականության, ոչ պարտքի համար։ Ես սիրում եմ քեզ, որովհետև դու անհավանական ես, որովհետև ստիպում ես ինձ ավելի լավ մարդ դառնալ, որովհետև երբ արթնանում եմ տեսնում քեզ իմ կողքին, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ գտել եմ քեզ։ Բայց դու դեռ նրան սիրում ես։ Դեռ ուզում ես նրա հետ լինել։ Աստված իմ, ոչ։ Ես նրան երբեք իսկապես չեմ սիրել։ Ես սիրահարված էի նրա գաղափարին, կարգավիճակին, նրան, ինչ նա ներկայացնում էր։ Բայց դա սեր չէր։ Իսկական սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ։ Դա արթնանալն է, անհանգստանալով, թե արդյոք դու լավ ես քնել։ Դա քեզ ժպտացնելու ցանկությունն է։ Դա զգալն է, որ իմ օրը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դու դրա մեջ ես։ Նարինեն ուզում էր հավատալ։ Հուսահատորեն ուզում էր հավատալ։ Բայց այն թույնը, որ Քրիստինեն սերմանել էր, այնտեղ էր, խորը արմատացած։ Ինձ ժամանակ է պետք, Արսեն։ Պետք է մտածեմ։ Որքան ժամանակ։ Չգիտեմ։ Պարզապես պետք է մի որոշ ժամանակ մենակ մնամ։ Արսենը խուճապ զգաց։ Դու ինձ թողնելու ես։ Չգիտեմ։ Պարզապես գիտեմ, որ պետք է մտածեմ։ Պետք է վստահ լինեմ։ Այդ գիշեր Նարինեն քնեց մյուս սենյակում։ Իսկ Արսենն արթուն մնաց իրենց մահճակալում, մենակ, զգալով իր կողքի դատարկությունը, իմանալով, որ նոր է հասկացել, թե որքան բան է նա նշանակում իր համար։ Եվ թե որքան ցավոտ է նրան կորցնելու հավանականությունը։ Հաջորդ օրերին Նարինեն էմոցիոնալ առումով հեռացավ։ Դեռ հոգ էր տանում տան մասին, դեռ եփում էր, բայց նրանց միջ սառը հեռավորություն կար։ Արսենը փորձում էր մոտենալ, փորձում էր խոսել, բայց նա փակվում էր։ Նա հուսահատ էր, բայց չգիտեր, ինչ անել։ Մինչ որ մի ուրբաթ երեկոյան, երբ Արսենը վերադարձավ աշխատանքից, սեղանի վրա մի նամակ գտավ։ Վերադարձա Տավուշ։ Պետք է մի որոշ ժամանակ հորս կողքին լինեմ։ Պետք է մտածեմ մեր մասին։ Ներիր։ Նարինե։ Արսենը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Նա գնացել էր։ Հեռացել էր, առանց հրաժեշտ տալու, առանց նրան իրենց համար պայքարելու հնարավորություն տալու։ Նա դողացող ձեռքերով բռնեց նամակը, մանկուց ի վեր առաջին անգամ Արսենը լաց եղավ։ Լաց եղավ, որովհետև վերջապես հասկացել էր, թե ինչ է նշանակում իսկապես սիրել մեկին։ Եվ որովհետև շատ ուշ էր դա հայտնաբերել։ Նա նստեց խոհանոցի հատակին, մեջքով հենված պահարանին, թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Լաց եղավ այն մենության համար, որը նորից բնակություն էր հաստատել այդ բնակարանում։ Լաց եղավ այն երազանքների համար, որոնք սկսել էր ունենալ ապագայի մասին Նարինեի հետ, գուցե երեխաների, իսկական ընտանիքի հետ։ Լաց եղավ, որովհետև հասկացավ, որ հիմար է եղել, Քրիստինեին ընկերությունից դուրս չանելով այն պահին, երբ նա հայտնվեց։ Պետք է ավելի վճռական, ավելի հստակ լիներ։ Պետք է ավելի լավ պաշտպաներ Նարինեին։ Եվ հիմա արդեն ուշ էր։ Թե ոչ։ Շաբաթ առավոտյան Արսենն արթնացավ ուռած աչքերով, ծանր սրտով։ Գրեթե չէր քնել։ Բնակարանն ավելի մեծ ու դատարկ էր թվում առանց Նարինեի։ Ամեն անկյուն նրա մասին հիշողություն էր պահպանում։ Բաժակը, որով նա սուրճ էր խմում, լվացարանում էր։ Գիրքը, որը կարդում էր, սուրճի սեղանիկի վրա էր։ Նրա նուրբ բույրը դեռ սավառնում էր օդում։ Արսենը ուրվականի պես շրջում էր բնակարանում, դիպչելով նրա թողած իրերին, փորձելով որոշել, թե ինչ անի։ Պատասխանն ավելի արագ եկավ, քան սպասում էր։ Չէր կարող պարզապես թույլ տալ, որ նա գնա։ Ոչ առանց պայքարելու։ Ոչ առանց ապացուցելու, որ իր սերն իրական է, որ դա պարտականություն չէ, որ դա ամենաիսկական բանն է, որ երբեք զգացել է կյանքում։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց գրասենյակ, չեղարկեց շաբաթվա բոլոր հանդիպումները։
Հետո վերցրեց մեքենայի բանալիները, որը վերջերս էր կարողացել գնել բիզնեսի վերականգնման շնորհիվ, ճանապարհ ընկավ դեպի Տավուշի մարզ։ Ճանապարհը երկար էր։ Ավելի քան 15 ժամ գրեթե անդադար վարելով, կանգ առնելով միայն լիցքավորվելու սուրճ խմելու համար։ Արսենը բավականաչափ ժամանակ ուներ մտածելու, վերանայելու Նարինեի հետ անցկացրած յուրաքանչյուր պահը, հասկանալու, թե ինչպես է այդքան երկար կույր եղել։ Նա միշտ այնտեղ էր, հոգ տանելով իր մասին, լուր սիրելով նրան, առանց որևէ բան պահանջելու։ Իսկ ինքն այդքան ուշ էր տեսել, գնահատել, փոխհատուցել։ Ճանապարհին Արսենը միացրեց ռադիոն, բայց արագ անջատեց։ Չէր կարողանում կենտրոնանալ ոչ մի բանի վրա, բացի Նարինեից։ Մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ նա ինչ-որ յուրահատուկ բան էր արել, իսկ ինքը հազիվ էր շնորհակալություն հայտնել։ Մտածեց, թե ինչպես էր նա միշտ անհանգստացել իր բարեկեցության համար, հաճախ ի վնաս իրեն։ Մտածեց, թե որքան ուժեղ էր նա, չնայած այն ամենին, ինչի միջով անցել էր։ Քանի մարդ կունենար սիրելու ունակություն, այդքան վատ վերաբերմունքի արժանանալուց հետո։ Քանիսը կունենար այն բարությունը սրտում, որը նա ուներ։ Նա մտածեց Քրիստինեի մասին զայրույթ ու զզվանք զգաց։ Զայրույթ, որ նա վերադարձել էր միայն շահի համար։ Զզվանք, որ նա կարողացել էր այդքան դաժանորեն վիրավորել Նարինեին։ Բայց նա տարօրինակ երախտագիտություն զգաց։ Որովհետև, ինչ-որ առումով, Քրիստինեն կատալիզատոր էր ծառայել։ Նա ստիպել էր Արսենին դիմակայել իր զգացմունքներին, բացահայտ հայտարարել դրանց մասին, պայքարել այն բանի համար, ինչն իսկապես կարևոր էր։ Եթե նա չհայտնվեր, գուցե Արսենը շարունակեր ապրել ինքնաշխատ ռեժիմով, Նարինեի սերն ընդունելով որպես տրված բան, առանց իսկապես գնահատելու այն։ Երբ վերջապես հասավ Գալստյանների կալվածք, արդեն կիրակի երեկո էր։ Արը մայր էր մտնում ցորենի դաշտերի վրա, ամեն ինչ ներկելով ոսկեգույն նարնջագույն։ Արսենն իջավ մեքենայից, ոտքերը ցավում էին ճանապարհից, սիրտը անհանգիստ բաբախում էր անհանգստությունից հույսից։ Քայլեց դեպի տան դուռը թակեց։ Բացողը Անահիտն էր, Նարինեի խորթ մայրը։ Նա Արսենին նայեց զարմանքի արամարանքի խառնուրդով։ Ինչ ես ուզում այստեղ։ Եկել եմ կնոջս տանելու։ Նա չի ուզում քեզ հետ խոսել, ասաց Անահիտը, սկսելով փակել դուռը։ Արսենը ձեռքը դրեց դռան վրա, թույլ չտալով, որ այն փակվի։ Ես կսպասեմ այնքան, որքան անհրաժեշտ է։ Բայց ես կխոսեմ նրա հետ։ Տան միջից լսվեց Արամի ձայնը։ Ո՞վ է, Անահիտ։ Նրա ամուսինն է, զզվանքով ասաց Անահիտը։ Արամը հայտնվեց դռան մոտ։ Նայեց Արսենին երիտասարդի աչքերում վճռականություն տեսավ։ Վճռականություն էլի մի բան։ Սեր։ Արամը ճանաչեց դա, որովհետև դա այն էր, ինչ միշտ ցանկացել էր զգալ սեփական կնոջ հանդեպ, երբեք չէր կարողացել։ Ներս արի, ասաց Արամը, շարժումով հրավիրելով Արսենին անցնել։ Անահիտը բողոքեց, բայց Արամը նրան լռեցրեց մի հայացքով։ Արսենը ներս մտավ, նրան տարան հյուրասենյակ։ Արամը ջուր առաջարկեց, բայց Արսենը հրաժարվեց։ Միայն մի բան էր ուզում իմանալ։ Որտեղ է նա։ Իր սենյակում։ Բայց չգիտեմ, կուզենա քեզ հետ խոսել։ Ես պետք է փորձեմ։ Արամը մի պահ մտածեց, հետո գլխով արեց։ Կկանչեմ նրան։ Երբ Նարինեն իջավ աստիճաններով, տեսավ Արսենին հյուրասենյակում կանգնած, սիրտը քիչ մնաց կանգներ։ Նա այնտեղ էր։ Եկել էր իր հետից։ Վարել էր ավելի քան 15 ժամ, կտրել կես երկիրը, ամեն ինչ իրեն տանելու համար։ Հոգնած տեսք ուներ, չսափրված, հագուստը ճմրթված էր երկար վարելուց, աչքերը կարմրած էին անքնությունից։ Բայց նրա աչքերում մի բան կար, մի ուժգնություն, որը նա երբեք չէր տեսել։ Դա վճռականություն էր, խառնված խոցելիության հետ։ Դա սեր էր, առանց դիմակների։ Արսեն, ինչ ես անում այստեղ, ձայնը դողաց, զարմանքի, վախի, հույսի խառնուրդ։ Նա մի քայլ արեց դեպի նա, հետո մեկ այլ, փակելով նրանց միջ հեռավորությունը։ Եկել եմ քեզ տանելու։ Եկել եմ ասելու, որ սխալ եմ գործել։ Պետք է Քրիստինեին դուրս անեի այն պահին, երբ նա հայտնվեց։ Պետք է ավելի հստակ, ավելի բաց, ավելի ազնիվ լինեի քեզ հետ սկզբից հետ։ Պետք է քեզ ավելի հստակ ցույց տայի, թե որքան եմ քեզ սիրում, որքան ես նշանակում ինձ համար, որքան դատարկվեց իմ կյանքը այն վայրկյանին, երբ դու հեռացար։ Պետք է ամբողջ աշխարհին գոռայի, որ դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ։
Եվ եկել եմ այստեղ, դա հիմա անելու։ Գոռալու, եթե պետք լինի։ Նարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել։ Ուզում էր հավատալ նրան, ուզում էր նետվել նրա գիրկը մոռանալ ամեն ինչ։ Բայց Քրիստինեի խոսքերը դեռ արձագանքում էին նրա մտքում, կասկածի սերմեր սերմանելով։ Բայց իսկ եթե այն ամենը, ինչ նա ասաց, ճիշտ է։ Իսկ եթե դու ինձ հետ ես միայն պարտականությունից դրդված։ Իսկ եթե դա միայն այն պատճառով է, որ հայրս ներդրում է արել ընկերությունում։ Այդ պահին նրանք տան մյուս մասից աղմուկ լսեցին։ Բարձր ձայներ։ Անահիտը ինչ-որ մեկի հետ վիճում էր։ Հանկարծ Դավիթն ու Լիլիթը, Նարինեի խորտ եղբայրն ու քույրը, մտան հյուրասենյակ։ Նրանք նոր էին վերադարձել ճամփորդությունից, զարմացել էին, տեսնելով Արսենին այնտեղ։ Տեսեք, տեսեք, հեգնանքով ասաց Լիլիթը։ Արքայազնը եկել է Մոխրոտիկին տանելու։ Ինչ ռոմանտիկ է։ Լռիր, Լիլիթ, ասաց Դավիթը, բայց ոչ Նարինեին պաշտպանելու համար։ Պարզապես ձանձրացած իրավիճակից։ Արսենը նայեց երկուսին, հետո Նարինեին։ Տեսավ, թե ինչպես նա թեթակի կծկվեց, ինչպես գլուխը կախեց, ինչպես նրա մարմինն ինքնաբերաբար արձագանքեց նրանց ներկայությանը։ Եվ հասկացավ այն ամենը, ինչի միջով նա անցել էր այդ տանը։ Բոլոր նվաստացումները, բոլոր ցավերը, բոլոր տարիները, երբ նրան վերաբերվել էին այնպես, կարծես նա ոչնչից պակաս լիներ։ Այն զայրույթը, որ Արսենը զգաց այդ պահին, բնազդային էր։ Շրջվեց դեպի Դավիթն ու Լիլիթը ասաց ցածր, բայց հեղինակությամբ լի ձայնով. Դուք երկուստ գաղափար չունեք, թե որքան արժեքավոր է նա։ Գաղափար չունեք, թե որքան բախտավոր եմ ես, որ նա իմ կյանքում է։ Նա 1000 անգամ ավելի լավն է, քան ձեզնից յուրաքանչյուրը։ Նա խելացի է, բարի, ուժեղ։ Նա ինձ փրկեց, երբ ես կոտրված էի։ Նա ինձ սովորեցրեց, թե ինչ է իսկական սերը։ Եվ եթե ձեզնից որևէ մեկը համարձակվի նորից անհարգալից վերաբերվել նրան, ստիպված կլինի ինձ հետ գործ ունենալ։ Դավիթն ու Լիլիթը լռեցին, չիմանալով ինչպես արձագանքել։ Երբեք ոչ ոք Նարինեին այդպես չէր պաշտպանել։ Երբեք ոչ ոք նրա մեջ արժեք չէր տեսել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, փոխեց ամեն ինչ։ Անահիտը մտավ սենյակ, զայրույթից կարմրած դեմքով։ Դու քեզ ո՞վ ես կարծում, որ գալիս ես այստեղ այդպես խոսում։ Այս աղջիկը ոչ այլ ինչ է, քան ինչ, ընդհատեց Արսենը։ Քան ինչ։ Քան մի դուստր, որին դուք աղբի պես եք վերաբերվել ամբողջ կյանքում։ Քան մի մարդ, որը սիրո էր արժանի միայն արամարանք է ստացել։ Ասա, Անահիտ։ Ավարտիր նախադասությունը։ Անահիտը լռեց։ Եվ հենց այդ լռության մեջ Արամը վերջապես գտավ այն քաջությունը, որը նրան պակասում էր այդքան տարիներ։ Հերիք է, ասաց Արամը, վեր կենալով բազկաթոռից։ Ձայնը հաստատուն, կեցվածքը ուղիղ։ Հերիք է, Անահիտ։ Հերիք է, Դավիթ։ Հերիք է, Լիլիթ։ Ես չափազանց երկար վախկոտ եմ եղել։ Թույլ եմ տվել, որ վատ վերաբերվեք իմ դստերը, որովհետև ավելի հեշտ էր, քան ձեզ դիմակայելը։ Բայց այլս ոչ։ Արամը քայլեց դեպի Նարինեն, բռնեց նրա ձեռքերը։ Նարինե, աղջիկս, ներիր ինձ։ Ներիր, որ երբեք քեզ պատշաճ կերպով չեմ պաշտպանել։ Ներիր, որ թույլ եմ տվել, որ քեզ վիրավորեն։ Դու ավելի լավ հոր էիր արժանի։ Ավելի լավ ընտանիքի։ Եվ ես քեզ հիասթափեցրել եմ ամեն օր։ Նարինեն արդեն լաց էր լինում։ Հայր, այս երիտասարդը, շարունակեց Արամը, մատնացույց անելով Արսենին, քեզ սիրում է։ Դա երում է։ Եվ նա ճիշտ է։ Դու յուրահատուկ ես։ Միշտ էլ եղել ես։ Ես պարզապես չափազանց կույր էի տեսնելու համար։ Գնա նրա հետ, աղջիկս։ Գնա երջանիկ եղիր։ Դա այն ամենն է, ինչ միշտ ցանկացել եմ քեզ համար, նույնիսկ եթե երբեք ասելու քաջություն չեմ ունեցել։ Արսենը մոտեցավ Նարինեին, երկու ձեռքով բռնեց նրա դեմքը։ Նարինե, ես քեզ սիրում եմ։ Ոչ պարտքի, ոչ գործարքի, ոչ պարտականության համար։ Սիրում եմ քեզ, որովհետև դու ես։ Սիրում եմ այնպես, ինչպես խոհանոցում ցածրաձայն երգում ես։ Սիրում եմ այնպես, ինչպես աչքերդ փայլում են, երբ դժվար խնդիր ես լուծում։ Սիրում եմ այն համբերությունը, որ ունես իմ հանդեպ, երբ ես համառ եմ։
Սիրում եմ քո սրտի բարությունը, չնայած այն ամենին, ինչի միջով անցել ես։ Սիրում եմ քեզ, Նարինե։ Եվ կսիրեմ քեզ իմ կյանքի բոլոր օրերին, եթե դու ինձ թույլ տաս։ Իսկ դու ինձ թույլ կտաս։ Ինձ մեկ հնարավորություն կտաս քեզ երջանիկ դարձնելու։ Նարինեն նայեց նրան, այն տղամարդուն, որը իր կյանք էր մտել որպես անծանոթ, որն այժմ ամեն ինչ էր։ Նայեց հորը, որը վերջապես քաջություն էր գտել։ Նայեց Անահիտին, Դավթին, Լիլիթին, որոնք լուռ էին ականատես լինելով մի պահի, որը նրանց ամոթի զգացում էր պատճառում։ Եվ հետո նայեց իր ներսը։ Այն աղջկան, որը միշտ երազել էր սիրված լինել, տեսանելի լինել, գնահատված լինել։ Եվ հասկացավ, որ այդ երազանքն այնտեղ էր, իր առջ, հնարավորություն խնդրելով։ Այո, շշնջաց նա։ Այո, գտամ։ Արսենը Նարինեին ամուր գրկեց, նա հալվեց նրա գրկում։ Լաց եղավ բոլոր այն արցունքները, որոնք զսպել էր, բոլոր այն ցավերը, որոնք կուտակել էր։ Եվ Արսենը նրան ամուր բռնեց, լուր խոստանալով, որ այլս երբեք թույլ չի տա, որ որևէ բան նրան վիրավորի։ Երբ վերջապես բաժանվեցին, Արսենը բռնեց Նարինեի ձեռքը, նայեց Արամին։ Ես նրա մասին լավ հոգ կտանեմ։ Խոստանում եմ։ Գիտեմ, որ կտանես, ասաց Արամը, աչքերում արցունքներ։ Պարզապես։ Նրան ինձնից լիովին մի հեռացրու։ Ուզում եմ հնարավորություն ունենալ լինելու այն հայրը, որը պետք է լինեի։ Նարինեն նայեց հորը գլխով արեց։ Չեմ հեռանա, հայր։ Բայց պետք է իմ կյանքն ապրեմ։ Պետք է երջանիկ լինեմ։ Եվ արժանի ես լինելու, ասաց Արամը։ Ավելի, քան որե մեկը։ Արսենն ու Նարինեն ձեռք ձեռքի տված դուրս եկան կալվածքից։ Երբ անցան դարպասով, Նարինեն վերջին անգամ հետ նայեց։ Ոչ թե տխրությամբ, այլ ավարտի զգացումով։ Իր կյանքի այդ գլուխը փակված էր։ Նորն էր սկսվում։ Վերադարձի ճանապարհը դեպի Երան բոլորովին այլ էր, քան գնալու ճանապարհը։ Ժամերով խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին։ Արսենը պատմեց այն հուսահատության մասին, որը զգացել էր, երբ նա հեռացել էր։ Նարինեն խոստովանեց այն վախերը, որոնք դեռ ուներ, այն անվստահությունները, որոնք Քրիստինեն արթնացրել էր։ Բայց հիմա, բացահայտ խոսելով, երկուսն էլ հասկացան, որ հաղորդակցությունը բանալին է։ Որ պետք է վստահեն միմյանց, ազնիվ լինեն իրենց զգացմունքների հարցում։ Երբ հասան Երանի բնակարան, արդեն գիշեր էր։ Նարինեն ներս մտավ զգաց, որ վերջապես տանն է։ Ոչ թե որովհետև դա ֆիզիկական վայր էր, այլ որովհետև Արսենն այնտեղ էր։ Եվ որտեղ Արսենն էր, այնտեղ էլ նա ուզում էր լինել։ Հաջորդած ամիսները վերականգնման ամիսներ էին։ Ոչ միայն ընկերության, որը շարունակում էր աճել ամրապնդվել շուկայում, այլ նրանց հարաբերությունների։ Նրանք սովորեցին ավելի լավ հաղորդակցվել, խոսել վախերի անվստահությունների մասին առանց ամոթի։ Ավելի խորը վստահել միմյանց։ Արսենը Նարինեին պաշտոնապես ընդգրկեց որպես ընկերության բաժնետեր, հրապարակայնորեն ճանաչելով նրա ներդրումը բիզնեսի վերականգնման գործում։ Նրա անունը հայտնվեց փաստաթղթերում, հանդիպումներում, ռազմավարական որոշումներում։ Նարինեն սկսեց սովորել, առցանց կառավարման ֆինանսների դասընթացներ անցավ, ընդլայնելով այն գիտելիքները, որոնք արդեն բնականon կերպով ուներ։ Բացահայտեց, որ սիրում է սովորել, որ ամբողջ կյանքում զրկված է եղել դրանից հանգամանքների, ոչ թե անկարողության պատճառով։ Սկսեց ավելի ակտիվ մասնակցել ընկերության հանդիպումներին, աշխատակիցները նրան հարգում էին ոչ թե որպես տնօրենի կին, այլ իր գաղափարների իրավասության համար։ Արսենը հպարտությամբ հետում էր նրա աճին։ Տեսնում էր, թե ինչպես է Նարինեն ծաղկում, երբ նրան գնահատում են, երբ փայլելու տեղ ունի։ Եվ խորապես զղջում էր, որ սկզբից դա չի տեսել։ Բայց նա երախտապարտ էր իրենց ստացած երկրորդ հնարավորության համար։ Ոչ բոլոր զույգերն ունեն այդ հնարավորությունը։ Գիշերները, երբ նրանք միասին էին բնակարանում, խոսում էին ամեն ինչի մասին։ Յուրաքանչյուրի անցյալի, տրավմաների, երազանքների մասին։ Արսենը պատմեց, թե ինչպես էր զգացել մոր մահից հետո, թե ինչպես էր հայրը միշտ էմոցիոնալ առումով բացակա եղել։ Նարինեն կիսվեց իր մանկության մանրամասներով, որոնք երբեք ոչ ոքի չէր պատմել։ Նրանք միասին բուժվում էին, կամաց-կամաց, համբերությամբ, սիրով։ Եվ հետո, մի օր, Նարինեն բացահայտեց, որ հղի է։ Մի քանի շաբաթ էր, ինչ դաշտանը ուշանում էր, բայց չէր ուզում ակնկալիքներ ստեղծել։ Երբ վերջապես թեստ արեց, տեսավ դրական արդյունքը, քարացավ հուզմունքից։ Երեխա։
Նա մայր էր դառնալու։ Նրանք ծնողներ էին դառնալու։ Երբ պատմեց Արսենին, նրա արձագանքն անմիջական ուժեղ էր։ Նա նրան գրկեց պտտեց հյուրասենյակով, միաժամանակ ծիծաղելով լաց լինելով մաքուր ուրախության ճնշող երախտագիտության խառնուրդ։ Նրանք ծնողներ էին դառնալու։ Ընտանիք էին ունենալու։ Սիրո վրա կառուցված ընտանիք, ոչ թե պարտականությունների կամ գործարքների։ Մի ընտանիք, որտեղ երեխաները կլինեն սիրված, գնահատված, տեսանելի։ Հենց այն բանի հակառակը, ինչ Արսենը, Նարինեն ապրել էին իրենց մանկության տարիներին։ Արամը հիացած էր նորությամբ։ Խնդրեց այցելել Երան, երբ հասավ, նվերներ բերեց ապագա երեխայի համար։ Նորից ներողություն խնդրեց, այս անգամ նա Արսենից, նրան սկզբում այդ դժվարին իրավիճակում դնելու համար։ Բայց Արսենը գլուխը թափահարեց։ Մի ներողություն խնդրեք, աներ։ Եթե չլիներ այդ գործարքը, ես երբեք չէի հանդիպի Նարինեին։ Երբեք չէի բացահայտի, թե ինչ է նշանակում իսկապես սիրել։ Ես երախտապարտ եմ ամեն ինչի համար։ 2 տարի անցավ։ Տունն այժմ այլ էր։ Նրանք տեղափոխվել էին ավելի մեծ բնակարան, լայն պատշգամբով շատ բնական լույսով։ Նարինեն ամեն ինչ սիրով էր կահավորել, ստեղծելով հարմարավետ կյանքով լի տուն։ Մի ժպտերես երեխա, մոր պես շագանակագույն աչքերով մի աղջիկ, սողում էր հյուրասենյակով, տարածքը լցնելով ծիծաղով ուրախությամբ։ Անի էին անվանել աղջկան։ Նա բոլորի աչքի լույսն էր։ Արամն այցելում էր, երբ կարողանում էր, սովորում էր լինել այն։ Պապիկը, որը երբեք չէր եղել որպես հայր։ Թորնուհուն զգուշորեն գրկում էր, հին երգեր երգում, կալվածքի մասին պատմություններ պատմում։ Անահիտը, Դավիթն ու Լիլիթը երբեք ներողություն չխնդրեցին։ Բայց դա այլս Նարինեի համար կարևոր չէր։ Նա հաշտվել էր անցյալի հետ, ներել էր ոչ թե նրանց, այլ իր համար։ Որովհետև վիրավորանք պահելը նման էր ծանր քարեր կրելուն, որոնք միայն վնասում են կրողին։ Մի առոտ շաբաթ օր Արսենն ու Նարինեն պատշգամբում էին, դիտելով, թե ինչպես է Անին խաղում իր խաղալիքներով։ Ընկերությունը լավ էր, կայուն շահութաբեր։ Նրանք առողջություն ունեին, սեր ունեին, ընտանիք ունեին։ Գիտես, ասաց Նարինեն, գլուխը հենելով Արսենի ուսին, երբեմն դեռ չեմ հավատում, որ այս ամենն իրական է։ Որ իմ կյանքն այդքան է փոխվել։ Արսենը համբուրեց նրա գլուխը։ Հավատա։ Իրական է։ Եվ կշարունակի լինել ամեն օր մեր կյանքի մնացած մասում։ Դու ինձ ստիպեցիր հավատալ սիրուն, Արսեն։ Ստիպեցիր հավատալ, որ ես արժանի էի երջանիկ լինելու։ Դու միշտ էլ արժանի էիր, Նար։ Ես պարզապես բախտավոր էի լինելու այն մարդը, ով քեզ դա ցույց տվեց։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, դիտելով, թե ինչպես է Արը մայր մտնում քաղաքի վրա։ 2 հոգի, որոնք հանդիպել էին ամենաանհավանական հանգամանքներում, որոնք սիրել էին միմյանց, չնայած խոչընդոտներին, որոնք միասին գեղեցիկ բան էին կառուցել։ Ոչ թե որովհետև դա հեշտ էր, այլ որովհետև նրանք ընտրել էին ամեն օր պայքարել միմյանց համար։ Եվ մինչ Անին իր մանկական լեզվով անիմաստ երգեր մրմնջում, Նարինեն ու Արսենը ժպտում էին, իմանալով, որ հաղթել են։ Ոչ թե որովհետև փող կամ հաջողություն ունեին, այլ որովհետև ունեին միմյանց։ Եվ դա այն ամենն էր, ինչ կարևոր էր։ Նարինեն իր կյանքը սկսել էր որպես ստվեր, անտեսանելի արամարված։ Բայց հիմա, վերջապես, նա տեսանելի էր։ Սիրված էր։ Գնահատված։ Ոչ թե ուրիշների ընդունելության շնորհիվ, այլ որովհետև երբեք չէր դադարել սիրել, նույնիսկ երբ ոչ ոք նրան չէր տեսնում։ Եվ սիրելու այդ ունակությունը, չնայած ամեն ինչին, այն էր, ինչը փոխեց ոչ միայն նրա, այլ Արսենի կյանքը։ Որովհետև իսկական սերը կատարելություն չի պահանջում։ Այն պահանջում է նվիրում, ներում քաջություն։ Եվ նրանք առատորեն ունեին այդ երեքը։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարինեի Արսենի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման նոր սկզբի այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա այն պահն էր, երբ Արսենը վերջապես պաշտպանեց Նարինեին։ Արդյոք դա նրա քաջությունն էր, հավատալու սիրուն, չնայած իր կրած տառապանքներին։ Թե դա 2 կոտրված հոգիների վերափոխումն էր, որոնք միասին բուժվեցին։
Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ հիշեցնում են, որ երբեք ուշ չէ նորից սկսել, որ իսկական սերը գոյություն ունի, որ մենք բոլորս արժանի ենք երջանիկ լինելու։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեզ։